Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Հենման գետը այսօր մի քիչ փոխել է իր պայմանները, բայց մենք շարունակում ենք անակնկալներ մատուցել։ Այսօր իմ հյուրը շատ վանկագին, շատ սպասված եւ վստահեցնում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության ունկնդիրների համար թերևս ամենամեծ լսարանը ու ամենամեծ ազդեցությունը ունեցող մարդը։ Բարի գալուս, պարոն Չիգովյան։ Շնորհակալ եմ շատ եւ շնորհակալ եմ նման ներկայացման համար։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մենք մեծամասնություն ենք։ Ես բազում հարցեր ունեմ բնականաբար, բայց եկեք սկսենք տրիպից։ Ընդհանրապես մեկ շաբաթից լրանում է տրիպի 1 տարի։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվեցին ուշագրեր, ստորագրվեց հռչակագիրը եւ ինչ ունենք մենք այսօր։ Իրական գետնի վրա, որպես այդպեսին տրիպի շինարարություն չունենք, բայց բնականաբար մեկ տարվա ընթացքում եղել են բազում քայլեր այդ ուղղությամբ։ Ես ուզում եմ հասկանալ, որքանով է այս պահին տրիպը տարածաշրջանի համար դերևս ամենաազդեցիկ քաղաքական ու տնտեսական ծրագիրը։ Եվ ինչու է այդ ծրագիրը մասնավորապես Հայաստանի պարագայում արժանանում այնպեսի բուռն դիմադրության, որ Ռուսաստանի դաշնությունը համարյա թե Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններում տրիպը դնում է առանցքում ու պահանջում տրիպի փոխարկում։ Շատ լավ, շատ կարևոր եւ շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Եկեք բաժանենք առնվազն երկու մասի, չնայած կարող ենք նաեւ 3 մասի բաժանել։ Սկսենք գետնի վրա, ինչպես ասեցիք, իր նշանակության, տնտեսական նշանակության եւ քաղաքական նշանակության։ Եկեք սա բաժանենք, հետո արդեն անդրադառնանք ինչու է ներքին դիմադրության արժանանում, որտեղ երկրորդ մասը ներքին դիմադրության կապված է նաև ձեր հարցի Ռուսաստանի Դաշնության մասի հետ։ Տնտեսական նշանակությունը տրիպի իմ խորին համոզմամբ գնահատված չէ։ Այսինքն ինքը տնտեսական առումով ինձ համար շարունակում է մնալ շատ կասկածելի նախաձեռնություն եւ բոլորը դրանում կհամոզվեն շուտով։ Դրա տակ չկան հաշվարկներ, դրա տակ կան քաղաքական լուրջ կասկածներ, որովհետև այսօրվա աշխարհ քաղաքական գլոբալ հակամարտության պայմաններում ես շատ խորը կասկածներ ունեմ, որ տրիպի նշանակությունը տնտեսական մեծ է։ Ես չեմ անհանգստանում, թե երբ կկառուցվի ինչ-որ բան, երբ չի կառուցվի, երբ Ադրբեջանը կստանա ճանապարհ, երբ չի ստանա ճանապարհ։ Ինձ համար շատ ավելի կարևոր է տրիպի քաղաքական նշանակությունը։ Տրիպը այնքան Այո։ Եվ ինչն է ինձ համար այստեղ կարևոր։ Եթե շատ պրիմիտիվ փորձենք բոլորին հասանելի լեզվով բացատրել, տրիպը ֆիքսեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, տրիպը ֆիքսեց, որ Մեղրին, Սյունիքը դա Հայաստանի անկախտելի մասն են։ Այսինքն, երբ որ մի պահ սկսվեց արդեն ասում ոմանց ախորժակները բացվել, հասկանալով, որ Հայաստանը թույլ է, կարող են այսպես բորենիների պես սկսել պոկել, մասնատել եւ մենք այդ process-ը արդեն տեսանք 40 օրից հետո անգամ շարունակվեց, սա կարևորագույն հանգամանք էր, որ ֆիքսվեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն սրա եւ նաեւ ֆիքսվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտքը տարածաշրջան։ Այսա է ինձ համար գլխավորը, թե տնտեսական ինչ նշանակություն ունի տրիպը, երբ դրա նշանակությունը տնտեսական կմեծանա։ Ավելին ասեմ ձեզ, իմ կարծիքով տրիպի նշանակությունը տնտեսական արդեն կարող ենք մենք ավելի ռեալ գնահատել, եթե Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները քիչ թե շատ կարգավորվեն։ Չինաստանի մասով տեսեք, ես Հայաստանում էի վերջերս եւ ինձ համար շատ կասկածելի բաներ տեսա եւ նաեւ լսեցի, ինչ որ այսպես ավելացող շատ մեծ քանակությամբ չինացիների, ինչ որ շենքեր են բնակեցնում, ինչ որ պանսիոնատներում են բնակեցնում, ինչ որ չինացիներ են ավելանում, բնականաբար, որովհետև Չինաստանը հետաքրքրված է այդ ճանապարհով, իր համար դա տրիպ չէ, իր համար դա մեկ ճանապարհ, մեկ գոտի պրոյեկտի մի մասն է, որը ըստ ամերիկացիների պետք է կողպեքվի, այսինքն ամերիկացիները փորձում են այդ մեկ ճանապարհ, մեկ գոտի պրոյեկտի վրա կողպեք դնել,
Հասկանում եք, այսինքն այստեղ հակասող շահեր է։ Դրա համար եմ ասում, եթե մենք խոսում ենք կենտրոնական Ասիայի տրամաբանությամբ, հա, այսինքն կենտրոնական Ասիան որպես Ամերիկայի համար հետաքրքրության կամ Եվրոպայի համար հետաքրքրությունների գոտի, խոսում ենք էներգակիրների մասին, գուցե ինչ որ ծրագրեր սկսեն այսպես իրականանալ։ Գուցե այդտեղ կան հեռանկարներ քիչ թե շատ, բայց այն ծրագրերը, որ ասում են, այնտեղ, չգիտեմ, ճանապարհի արկայությունը չեմ կարծում, թե ինչ որ ենթակառուցվածքների մասով, ասենք, այն մեծածավալ աշխատանքները, որ պատկերացնում են, չեմ կարծում, որ այդ բոլորի անդրեսությունը կա, այսինքն այդտեղ խոսքը մալուխների մասին է, չէ, ինչ որ էներգակիրների հետ կապված եւ այլն։ Դրա համար նորից հաղորդիչներ, մալուխներ, ավտոմոբիլային ճանապարհ, երկաթուղային ճանապարհ։ Ես նորից եմ ասում, մենք պետք է հասկանանք, իսկ Հայաստանը այդ բացի այդ էներգակիրներից, հա, եթե մենք վերցնենք, ինչ ապրանք ունի բերելու կենտրոնական Ասիայից։ Ես չեմ կարծում, թե այդպիսի մի այսպես մեծ բան կա կենտրոնական Ասիայից ստանալ։ Մենք դա պետք է հասկանանք։ Ոչ մի բան հաշվարկված չի։ Ինչ ունի կենտրոնական Ասիան, որ մենք չենք կարող ստանալ, ասենք օրինակի համար հիմա։ Դրա համար մի քիչ այդ կենտրոնական Ասիայից ապրանքներ, ինչ որ, չգիտեմ, կիսահաղորդիչներ, չգիտեմ։ Խոսքը միայն եթե խոսում ենք այս պահին եւ դուք նկատեք ուշադրություն դարձրեք, որ եվրոպացի պաշտոնյաները, Ամերիկայի պաշտոնյաները, երբ որ խոսում են բացառապես էներգակիրների մասին, բացառապես։ Դրա համար այս առումով նույն, չգիտեմ, Ադրբեջանով կարելի է այլ ճանապարհով, չգիտեմ, Վրաստանով նույն այդ կիսահաղորդիչները հանել։ Մինչև հիմա կենտրոնական Ասիան շատ հանգիստ կարող է Ադրբեջանով ինչ որ, չգիտեմ, հանել Եվրոպա, եթե պետք է, եթե դες ինչ որ մեծ կիսահաղորդիչների արտադրություն ունենան եւ այլն։ Դրա համար խոսքը հիմնականում խոսքը գնում է էներգակիրների մասին։ Դրա համար բայց ընդհանուր առմամբ սրանք պրոյեկտներ են, որոնք այդքան Հայաստանին առանձնապես տենց շատ մեծ հետաքրքրություն այս բանին չունեն։ Հայաստանի համար կարևորագույն խնդիրը, որ ինքը արտադրի այդ ամբողջական ցիկլը ունենա Հայաստանում, սկսված հազվագյուտ մետաղների, որ ամերիկացիները առաջարկում են, վերջացած processing-ով, այսինքն ամբողջ այդ զտումը, վերամշակումը այդ ամբողջ process-ով եւ ցիկլը ավարտվում է վերջնական արտադրանքով, կլինի դա կիսահաղորդիչներ եւ այլն։ Նույնը վերաբերվում է AI-ին։ Հայաստանը արտադրում է հոսանք, կլինի դա ալտերնատիվ էներգիան, այսինքն կանաչ էներգիան կլինի եւ այլն, արևային էներգիան, կլինի դա ատոմակայանը, որ նոր ամերիկացիները կկառուցեն, հա։ Սրանք բոլորը խոշոր եւ մեծ պրոյեկտներ են, որոնց իրագործման համար պետք է առնվազն 5-ից 15 տարի, որպեսզի այդ ամբողջ ցիկլը մենք ստանանք եւ բայց արդեն այդ process-ի սկսումը հենց Հայաստանի ներսում։ Եթե սկսվեն արդեն հանքերի շահագործումը, հազվագյուտ մետաղների, չգիտեմ, այդ processing-ի գործարանների կառուցումը, որը շատ կարևոր է, որի մենաշնորհած տեության հիմա համարյա մենաշնորհատերը Չինաստանը։ Գնա այդ ամեն ինչը մեզ համար ավելի կարևոր է, քան ինչ որ Չինաստանից ինչ որ ապրանք գա, որ պետք է անցնի թրիփով։ Այս մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մենք հասկանում ենք, որ ինչ այն օրինակ հազվագյուտ մետաղները, որոնք հիմա կարևոր են, դա 20 տարի առաջ կոպեկի արժեք չունեն 30 տարի առաջ, 50 տարի առաջ, հա։ Հիմա այդ մետաղները սկսում են ոսկուց թանկ գնահատվել, կոպիտ ասած։ Դրա համար մեզ համար ինչն է կարևոր, որպեսզի այդ ամբողջական ցիկլը, իդեպ ես ռազմավարական ծրագրի մեջ տեսա Միացյալ Նահանգների, եւ հենց այնտեղ ես տեսա այդ ամբողջական ցիկլը, որ մեզ առաջարկվում է, սկսած հազվագյուտ մետաղներից, վերջացրած կիսահաղորդիչների արտադրությամբ։ Մենք սրա վրա պետք է կենտրոնանանք, ոչ թե կենտրոնական Ասիայից ինչ կգա, ինչ չի գա, այդ տնտեսական մասը, ինչքան մենք խորանանք այդ տնտեսական մասի մեջ, իդեպ այնքան մենք ավելի շատ աշխարհքաղաքական բախման կետում ենք հայտնվելու։ Որովհետև այնտեղից Չինաստանը ուզենալու է ամենակարճ ճանապարհով իր ապրանքները հանի ուրեմն Եվրոպա, ուզենալու է Հայաստանը վերցնի իր ազդեցության տակ, այսինքն ստրկության տակ, որտեղ չինացիները այդպես են աշխատում։ Ես մի քանի իմ հաղորդման մեջ անդրադարձել եմ, քանի երկիր են սնանկացրել Չինաստանը այդ մեկ ճանապարհ, մեկ գոտու անվան տակ, ամերիկացիները փորձելու են կողպեք դնել։ Որպեսզի մենք չդառնանք սա, մեզ համար ինչն է կարևոր, մեզ համար կարևոր այն տեխնոլոգիաները, որ ամերիկացիները մեզ տալու են։ Այսինքն սկսած այդ processing-ի գործարանները, այդ զտման վերամշակման, այստեղ դա processing են ասում, չգիտեմ ոնց է այդ։ Այսինքն այդ ամբողջ այդ, որը հիմա Չինաստանը մոտ 93% ինքն է անում, իսկ հիմա Ամերիկան, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի այդ աշխատումը եւ մեր մոտ ներսում այստեղ գործարաններ են կառուցվում, այսինքն ծավալը մեծացվում է, որպեսզի Չինաստանից 2-3 տարվա մեջ այդ մենաշնորհը վերցվի։ Եվ նաեւ Հայաստանը կարող դառնա այդ կարևոր մասը, շատ կարևոր է։ Երկրորդ հատվածը փորձում կանխել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ դա վերում է նաեւ տնտեսական անվտանգություն։ Այո։
Հիմա անցնենք հարցի երկրորդ մասին։ Արդյոք մենք առաջին մասը ավարտեցինք ձեր հարցի տնտեսական նշանակությունը որպես տրանզիտային կասկածելի է, շատ կասկածելի է, ինձ համար ընդհանրապես երկրորդական է, որովհետև այդ տրանզիտով էլ շատ փող չես աշխատի, Հայաստանը ամենակարճ հատվածը ունի տրանզիտի առումով, հա, բայց TRIP-ի նշանակությունը որպես ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան եւ Ամերիկայի դաշնակից դառնալը այստեղ դու ստանում ես ահռելի հնարավորություններ, ինչպես ասեցի, արտադրության ամբողջական ցիկլը, ընդ որում բարձր տեխնոլոգիական, ասած AI-ից, արհեստական ինտելեկտից, վերջացրած կիսաորդիչների արդյունքում, բայց ամբողջական ցիկլով, ինչպես նկարագրեց։ Հիմա անցնենք երկրորդ մասի։ Այստեղ դուք գիտեք, որ պատերազմները հիմնականում աշխարհում միշտ եղել է տնտեսական հողի վրա մեծամասամբ լոգիստիկայի համար, հա, ով ավելի շատ մի խոսքը չի ասում, բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ։ Դրա մեջ իրականում, հա, հիշում եք այդպիսի, այսինքն ինչ դրա մեջ հենց այդ իմաստն է դրված։ Այսինքն որ լոգիստիկան, եթե մենք վերցնում ենք, չէ, այդ խոսքը հնուց եկած, չէ, այսինքն լոգիստիկան այնքան զարգացած է եղել հին աշխարհում, այսինքն Հռոմի։ Դրա համար եղել է իմպերիա, դրա համար եղել է ամենահարուստ հին աշխարհի երկիրը։ Դրա համար այստեղ մենք պետք է մի բան հասկանանք, որ պատերազմները միշտ լինում են, չասենք միշտ լավ, մեծամասամբ լինում են հենց տնտեսական ազդեցությունը մեծացնելու, հնում նոր ճանապարհներ, չգիտեմ, նոր ապրանքներ, չգիտեմ, եւ այլն բերելու, գիտեք, հա, սկսած մինչեւ բրիտանացիները, ֆրանսիացիները հասան մինչեւ, չգիտեմ, Հնդկաստան, Աֆրիկա եւ այլն։ Եվ այս առումով Ռուսաստանի համար ինչն է կարևոր։ TRIP-ը այստեղ ունի, դուք ինչպես ճիշտ նշեցիք, քաղաքական, տնտեսական եւ անվտանգային նշանակություն։ Չինաստանի եւ Ռուսաստանի համար դա ունի տնտեսական նշանակություն։ Ինչի, որովհետեւ եթե Ռուսաստանը վերցներ այդ ճանապարհը, ինքը ստանում էր միաժամանակ ազդեցություն Չինաստանի եւ Եվրոպայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Այսինքն ինքն էր դառնում, կոպիտ ասած, այդ ճանապարհի չափաբաժինը կարգավորողը, եթե պետքա Չինաստանին ճնշել, ինքը կարող էր այդ ճանապարհը թեթև փակել, եթե պետք էր Ամերիկային ճնշել, ճանապարհը կարող էր լրիվ բացել եւ Չինաստանը հեղեղեր, կոպիտ ասած, իր ապրանքներով ամեն ինչով մի բաներ կարող էր, չգիտեմ, հարկերը պակասացներ տրանզիտի գինը, որ ավելի մեծ վատություն արածել։ Ես մի քիչ պրիմիտիվ եմ բացատրում, հասկանալ, այսինքն ամենակարճ ճանապարհն է Եվրոպայից Ասիա։ Դրա համար, եթե որպեսզի մենք միտքը հասկանանք ինչու մեր կայանում, Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշինքը, որ մեր հայրենակիցներից շատերը չեն հասկանում, սա հենց դա, որ երբ որ Թուրքիան ու Ռուսաստանը հասկացան, որ իրանք հետ են մնում բոլոր առումներով եւ իրանք առանձին կուլ են գնալու կամ Չինաստանին կամ Միացյալ Նահանգներին, որտեղ այդ երկու գերտերություններն են, որ զարգանում են տեխնոլոգիական առումով, իրանք հասկացան մի բան. միայն խուլիգանությամբ կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում։ Այսինքն, վերցնել եւ փակել հյուսիսից հարավ ամբողջ լոգիստիկան, որpիսի արևելք եւ արևմուտք կապը միայն իրանց միջով տեղի ունենա։ Սա էր նաև Հայաստանին փորը տալու պատմությունը, բայց դրա նախապայմաններից մեկն էր, որից հետո պետք է Ռուսաստանը վերցներ Ուկրաինան, վերականգներ իր ազդեցությունը արևելյան Եվրոպայում, շանտաժի ենթարկել արևմտյան Եվրոպային եւ այսպես իրանց ազդեցությունը մեծացնել, այսինքն ուզում եք ապրանք տանեք Ասիա կամ Ասիայից ապրանք ստանեք, ամեն ինչը մեր միջոցով։ Կոպիտ ասած, այն թաղի խուժանը կամ չգիտեմ, ռեկետ անողներ կային, չէ՞, ժամանակին հենց Ռուսաստանը, որ գալիս էին թաղի խանութներից փող էին հավաքում, կոպիտ ասած, այդ գոպնիկի տրամաբանությամբ որոշեցին երկուսով հասկանալ, որ իրանք հետ են մնում, իրանք չեն կարող այդ տեխնոլոգիաներ ունենալ, ուղղակի վերցնել լոգիստիկան։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, երեք գումարած 3-ը ի՞նչ է։ Ինչի Իրանին էլ վերջում կպցրեցին այդ ամեն ինչին։ Հորմուզի նեղուսից մինչև, չգիտեմ, Արկտիկա, կոպիտ ասած, ուրեմն իրանք ամբողջությամբ տնօրինում էին ամբողջ այդ ճանապարհները, հա, այսինքն իրանք հասկանում էին, որ Չինաստանը իր ապրանքները հանում էր կամ Ռուսաստանով, կամ հարավով, կամ Հորմուզի նեղուզով, կամ պետք է ամենակարճ ճանապարհը ընտրեր, ձեռնտու ճանապարհների մասին է խոսքը, Հայաստանի տարածքով։ Դրա համար իրանք ինչ որոշեցին, իրանք որոշեցին, որ պետք է ուղղակի փակեն հյուսիսից հարավը եւ ամբողջ հաղորդակցությունը տեղի ունենա իրանց մեջ։ Այդ ժամանակ իրանք կդառնային երրորդ բևեռը։ Բոլորը կսկսեին իրանց մուծվել, իրանք կսկսեին իրանց պայմանները թելադրել, բնականաբար Ռուսաստանը այդ ճնշման տակ ամբողջ Եվրոպան էլ ավելի կպարտադրեր իր գազը, իր ռեսուրսները, ինչ որ ինքը ուներ եւ այլն, դրանով էլ այլ կախվածության մեջ կրեսկն եւ այլն, այսպես արդեն պատկերացնում եք, չէ՞, հետևանքները նորից սառը պատերազմի դարաշրջան էին մտնելու արևմուտքն ու Ռուսաստանը
իր ազդեցությունը սովետական միության պես մեծացնելու էր, նորից Պուտինը իմպերիան վերականգնելու էր, այսինքն սա ամբողջ միտք էր։ Բնականաբար արդեն չեմ խոսում, որ գնալու էր Ղազախստանը, չգիտեմ, Ուզբեկստանը իր ազդեցության տակ, այսինքն կամ Միութենական պետության տրամաբանությամբ վերամիավորելու կամ այլ տրամաբանությամբ, չգիտեմ, սովետի վերականգնման, իմպերիայի վերականգնման ծրագրերով գնում էր Պուտինը։ Դրա համար հիմա ինքը Ուկրաինայում պարտվում է, ստրատեգիական պարտությունն արդեն կրել է, Աֆրիկայում դիրքերը զիջում է, Մերձավոր Արևելքում տեսանք ինչ տեղի ունեցավ, հանեցին, ռադարեցին եւ Սիրիայում հիմա ինքը տոտալ կախվածության մեջ է Թուրքիայից, եւ այս առումով Իրան ինչ է մնում, Իրան մնում էր այդ կարևորագույն ճանապարհը, որը նաեւ շատ պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային եւ Չինաստանին։ Հիմա ըստ էության այդ ճանապարհը անցավ Թրամփին, Միացյալ Նահանգներին, Հայաստանն ու Միացյալ Նահանգներն այդ ճանապարհը ըստ էության իրանց ազդեցության տակ վերցրել։ Եվ Պուտինը շատ լավ հասկանում է, որ դա վերջին փրփուրն էր, որով ինքը կարող էր մնալ Կովկասում եւ ազդեցություն ունենալ։ Անկամ իր այստեղ գոյություն ունեցող Հայաստանում գոյություն ունեցող զորքը իրան չի փրկի։ Դա ոչ մի ազդեցություն չի ապահովում, այն ինչ որ ինքը ունի, դա էլ աստիճանաբար կորցնելու է, որտեղ մենք ուշադրություն դարձրեք նույն թրիփի շրջանակում, տեսեք ինչ է տեղի ունենում։ Նույն թրիփի շրջանակում ոչ թե տեղի է ունենում ինչ-որ տես ճանապարհների կառուցում, այլ առաջին հերթին, եթե ուշադրություն դարձնեք, Սոկոլովի հետ կապած այդքան աղմուկ եղավ, չէ՞։ Ինչ արեց Սոկոլովը։ Սոկոլովը գալիս է եւ կոպիտ ձևով վերցնում է ռուսական ունեցվածքը։ Թե դուք ուշադրություն դարձնեք ինչա կատարվում։ Իսկ Սոկոլովը Միացյալ Նահանգների հրեական լոբիի անդամ է, եթե մենք այսպես վերցնենք։ Շատերը նրան խառնեցին եւ հատուկ ռուսական ռոպագանդան սկսեց ներկայացնել որպես հատուկ միտումնավոր վարկաբեկելու համար։ Այո, եւ ուշադրություն դարձրեք, վայնասունը գալիս էր նաեւ ռուսական ռոպագանդայից, ռուսական ազդեցության։ Այդ ինչի, եթե Կրեմլի մարդն չեն իրանք վայնասուն բարձրացնում, չէ՞։ Ուշադրություն դարձրեցիք, որ Հայաստանում նույն ռուսական ազդեցության այդ մամուլը սկսեց գրել Պուտինի մարդն է եւ այլ։ Այսինքն, եթե Պուտինի մարդն է, իրանք սկսեին լռել կամ ամեն դեպքում դրական վերաբերվել, չէ՞ որ Սոկոլովինը։ Բայց իրանք սկսեցին դա ներկայացնել այնպես, որպես վարկաբեկող մի բան, որ տեսեք, բա ասում էիք հիմա Տրամփը տվեց Պուտին։ Այսինքն իրանք էլ սկսեցին վայնասուն բարձրացնել ու հասկանում են իրականում նա Պուտինի մարդը չի։ Ավելին, եթե դուք նկատեցիք իր գործունեության մեջ ամեն ինչ անում է, որպեսզի անգամ միջնորդ էր խառնե, որ ինքը ուղիղ ՎՏԲ-ի հետ ոչ մի պայմանագիր չկնքի։ Միջնորդի միջոցով դա անի, հա, թեղուտի հանքի գնման հետ կապած, երբ որ խոսակցություն էր։ Ինքը կոպիտ ձևով վերցնում է ուրեմն ռուսական ունեցվածք ուղակի ռուսներին կոպիտ ձևով խլում են Հայաստանում ունեցվածքը, խաբեությամբ, կոպիտ ձևով, այսպես ասած, խայծը նետելով, միջնորդներ խառնելով, եթե նկատեք ինչա անում այսօր Միացյալ Նահանգները։ Եվ ուշադրություն դարձրեք, այդ process-ը շարունակվելու է։ Ուղղակի ռուսներին ռադանելու Հայաստանից, այսինքն հնարավորինս այսպես անում։ Հիմա գնալու է արդեն հանքերի պահը եւ այլ եւ այլ։ Այսինքն թրիփը ավելի շուտ դրա մասին է, քան թե ինչ որ Չինաստանից, ինչ որ մեր իշխանությունները խոսում են իրականությունից կտրված ինչ որ բաներ, չգիտեմ, տրանզիտ, խաչմերուկ, ինչ որ հեքիաթային բաներ էս աշխարհում, որ մենք տեսնում ենք ինչա կատարվում, ինչ շահերի բախում է տեղի ունենում, ինչ խաչմերուկի մասին է խոսքը, չգիտեմ։ Մի խոսքով, եւ գումարած նաեւ ներքինը Ռուսաստանի համար հասկանում ենք, որ ինքը ավելի շատ Պուտինի պահանջը հիմա հենց այդ է, այս լարվածությունը որ կա, ինքը ուղղակի խոսքեր չի ուզում։ Անկամ այդ ինքը որ ասում է ռեֆերենդում արեք, դա էլ է հեքիաթներ։ Իրան պետք է թրիփը, իրան պետք է այդ ճանապարհը։ Սա է գլխավորը։ Ամբողջ այս լարվածությունը, այս փորձել պատին դեմ տալ, այս շանտաժը, որը խորանալու է, իրան պետք է թրիփը, վերջ եւ ուրիշ բան իրան հետաքրքիր չի։ Իրան պետք է որպես ինքը վերականգնի ազդեցությունը այդ ճանապարհի վրա։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, որ գնալով ստիպելու են երկաթ գիծնել վերցնել։ Ձեզ թվում է Փաշինյանը տենց ուրախ էր, որ ընտրություններից առաջ ստիպված սկսեց խոսալ երկաթ գծի մասին, իրան հեչ պետք չէր ընտրությունների ժամանակ այդ հարցը բարձրացնել։ Ինքը շատ լավ հասկանում։ Արդեն երկաթ գիծը գնահատելու որոշակի գումար է ներկայացրել, թե Հայաստանի Հանրապետությունը պատում 103.6 միլիարդ պետք է վճարի, եթե ուզում է, որ հայկական երկաթուղին վերադառնա հայկական կառավարման։ Շատ լավ, հարցը հետևյալն է, որ նկատի ունեմ երկաթգիծը մենակ առաջին զանգակն է։ Այսինքն այդ երկաթգծով չի սահմանափակվելու, սրա մասին եմ ես խոսում։ Եվ Պուտինը դա լավ հասկանում է, հաջորդը Թրամփը շատ տրամաբանական հարց է տալի, եթե թրիփը ես ու դու ենք անում, այս ռուսական զորքը Սյունիքում ինչ գործ ունի։
Հասկանում եք։ Այո։ Կոպիտ օրինակ է բերում։ Սա տրամաբանական հարցեր են, որ տրվելու են, հետո ասել են, գիտես ինչ, եթե դու ուզում ես թերապես մենք ստեղ 4-5 միլիարդից սկսելու ենք փող ներդնել, կոպիտ ասած։ Որ ուրախությունից են սրանք ստեղ կանգնած։ Այդ տրամաբանությամբ ես բերեմ մերոնց կանգնացնեմ, ինչ են սրանք կանգնած։ Ես եմ չէ փողը ներդնում, չի են սրանք կանգնած։ Դրա համար եմ ասում, այստեղ այնքան հարցեր է ծագելու եւ Պուտինը դա շատ լավ հասկանում է։ Պուտինը հասկանում է, որ Իրանից կտոր սկսում են պոկել։ Եվ ինքը չի մնալու Հայաստանում, ոչ մեկ իրան չի թողնելու ինքը մնա Հայաստանում ու նույն ձևի շարունակելու։ Դրա համար ինքը հասկանում է, որ հիմիկվանից պետք է Հայաստանին ստիպի, որ կողմնորոշվեն։ Կողմնորոշվել նշանակում է հանել ամերիկացիներին դուրս, կողմնորոշվել հստակ ասել, որ մենք Ռուսաստանի կոպիտ եմ ասում, տակ ենք մնում, վերջ, ասենք, եւ վերադառնում ենք նոյեմբերի 9-րդ կետին։ Սրա մասին է խոսքը։ Իսկ ներքինը արդեն ներքինը ինչի է ներքին։ Դա սա արդեն Հայաստանի իշխանությունների խնդիրն է, ասեմ, որովհետև մենք տեսնում ենք, որ մենք ազատ մամուլի խնդիր ունենք, անկախ մամուլի, սառը գլխով վերլուծող մամուլի, եւ մենք տեսնում ենք մի բան, ոչ մենք դրա խնդիր ունենք։ Մենք մեր մամուլի երևի ես որ նայում մեր մեդիայի 50%-ից ավելին իմ այսպես մոտավոր գնահատմամբ ռուսական նարատիվները ակնհայտորեն ինձ համար 50, 70, 80%-ի անգամ այն ալիքները, որոնք ըստ էության տրամաբանության մեդիայի ներկայացուցիչները կապ չունեն Ռուսաստանի հետ, իրանք էլ պարբերաբար ռուսական նարատիվներ են տարածում։ Դա ինչի՞ց է դա։ Դա նրանից է, որովհետև մենք չունենք հակակշիռ Հայաստանում, արևմտյան մամուլ չունենք BBC, չունենք CNN, լեզու չգիտեն մարդիկ ռուսերեն հասկանում են, անգլերեն ոչ։ Ոչ մի բան չի արվել դպրոցներից արմատախիլ անելու ռուսերենը կամ գոնե անգլերենը սարքելու գլխավոր լեզու, ռուսերենը ըստ ընտրության, որտեղ միջազգային լեզուն անգլերենն է, ռուսերենը չի։ Եթե մենք սուվերեն երկիր ենք, մենք պետք է հասկանանք, հատկապես հիմա մենք թրիփ ենք բերում Հայաստան, ես Հայաստանում եմ մարդիկ բաց նավիգատորները այսինքն այդ Google Map-ից բռնած ամիշում Yandex նավիգատորը, սա ռուսերեն է։ Իրանց հայրենը չէ, հայրեն կա է, տարբերակ կա։ Մարդիկ կան շատ քիչ քչերը հայրեն էին անում, որը հաճելի է շատ, ես գովում էի անգամ ավել գումար էի թողում դրա համար, որ իրանք հայրեն նավիգատորներ էին, հա օգտագործում խրախուսելու համար, հա։ Բայց նայում ես տոտալ ռուսիֆիկացված է, խանութներից բռնած, առևտրից բռնած, ապրանքներից բռնած, չգիտեմ, խանութների անվանումներից վերջացրած, ռուս ռեստորաններից վերջացրած, ռուսիֆիկացված, սովետիզացված այդ վիճակը շարունակվում է ցավոք սրտի։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այս պարագայում, երբ որ Հայաստանում սա շարունակում են սպուտնիկները, RTR-ները, ORT-ները հեռարձակվել, գումարած, որ մարդկանց էլ սովորացնում են ռուսերեն եւ ոչ անգլերեն, բնականաբար, անդեղից էլ ասում են, որ թրիփը վատ է, դրա համար էլ դիմադրությունը մեծանում է։ Իհարկե մենք փորձում ենք աշխատել, բացատրել, վատը այն է, որ կան մարդիկ, որոնք իրանց արևմտամետ են դիրքավորում եւ սկսում են նույն ուժգնությամբ ռուսների հետ միասին պայքարել թրիփի դեմ։ Այս ընդհանրապես ինձ համար անհասկանալի է։ Սա ընդհանրապես իմ համար անհասկանալի է։ Ես կարծում եմ, որ դա զուտ հայկական ֆենոմեն է, բայց եկեք անդրադառնանք մեկ այլ հարցի, տեսեք, օգոստոսի 2-ին աշխատանքներն է սկսելու 9-րդ գումարման ազգային ժողովը, եւ Հայաստանի համենայն դեպս անկախ Հայաստանի պատմության մեջ 9-րդ գումարման ազգային ժողովը ունիկալ է, որովհետեւ ընդդիմությունը իշխանությունն է համարում ոչ լեգիտիմ, իշխանությունը ընդդիմությանն է համարում ոչ լեգիտիմ։ Եվ այդ փոխադարձ ոչ լեգիտիմության հողի վրա, գիտես ինչու բոլորը վերցնում են մանդատները ու գնում են լեգիտիմ աշխատանքի։ Հիմա եկեք հասկանանք, այդ լեգիտիմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության համար է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար է, պետության համար է, եւ արդյոք խորհրդարանի աջենդայում լինելու են թե մեր արդեն իսկ շոշափած թե բոլոր այն հարցերը, որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, կենսապահովմանը, տնտեսական անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդագրական անվտանգության, հանրապես ինքնիշխանության այդ ողնաշարին են վերաբերվում։ Դե մենք պարզապես գնալու ենք հերթական արտահերթի։ Տեսեք, ես արտահերթի պահով պետք է զգուշ լինել, որովհետև արտահերթը բնականաբար ոչ իշխանությանն է ձեռնտու, ոչ ընդդիմությանն է ձեռնտու, բայց արտահերթը այս պարագայում ձեռնտու է պետությանը, պետականությանը ու ժողովրդին։
Ես ընդհանրապես համաձայն եմ, ես ընդհանրապես կարծում եմ, որ ոչ թե պետք է արտահերթ լինել, այլ հենց հիմա պետք է Փաշինյանը վերընտրություն նշանակեր։ Միանշանակ պետք է վերընտրություն, ինչու՞։ Որովհետև նախ շատ կոպի, տեսեք, ես ինչ էի առաջարկում։ Ես առաջինը բարձրաձայնեցի, ասեցի բռնում եք բոլոր նրանց, ովքեր կարող են կասկածել ունենալ ուրեմն այլ երկրի ծառայության հետ կապված, այլ երկրից ֆինանսավորել, չէ՞ որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի բիզնեսմեն է։ Կա որևէ մեկը կասկած ունի, որ իր Ռուսաստանի բիզնեսի փողերից է ֆինանսավորվել նաև իր քարոզարշավը։ Կա այդպիսի մարդ, որ մտածում է, չէ, ինքը ասել է, ես Ռուսաստանից ոչ մի կոպեկին բիզնեսից չբերեք։ Մենակ Հայաստանի բիզնես, հասկանում ենք, չէ, աբսուրդ է, չէ։ Այդ մարդը ահռելի եկամուտ ունի Ռուսաստանից։ Ռուսաստանը դիկտատորական, ավտորիտար, հիմա արդեն ֆաշիստական երկիր է, որտեղ մենք գիտենք Պուտինը կարա ցանկացած բիզնեսմենի ականջին բան փոխանցի, այդ բիզնեսմենը պատուանից նետվում է։ Տեսնում ենք, չէ՞ ինչ է կատարվում Ռուսաստանում այդ առումով։ Քանի բիզնեսմեն նետվեց եւ պաշտոնյա պատոհաններից այս 4 տարվա մեջ, չէ՞։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞ որ չի կարող Սամվել Կարապետյանին մի օրում կսարքեն գործազուրկ Ռուսաստանում առանց 0 կոպեկ ունեցվածքով։ Իսկ մենք հասկանում ենք, չէ՞ որ Սամվել Կարապետյանը տոտալ իմանալով Ռուսաստանի էությունն ու բնույթը տոտալ կոնտրոլի տակ է այնտեղ։ Որ պահին, որ ինքը Պուտինի դեմ դուս եկավ, ինքը կունենա 0 կոպեկ Ռուսաստանում եւ քրեական գործ իր գլխին։ Մենք հասկանում ենք սա։ Էլ չեմ ասում, որ ընկերներ, հարազատներ, քան տարին տեղը ապրե, չէ՞։ Այնքան գործիք ունեն իր վրա այնտեղ ճնշման։ Հիմա ինձ բացատրեք, էլի ես չեմ կարող հասկանամ, երբ որ ես առաջարկեցի, ասեցի չի կարելի թույլ տալ իրան ընտրությունների, չի կարելի նման մարդու թույլ տալ։ Ինձ բացատրեք, ինչու Փաշինյանը թույլ տվեց նրան ընտրությունների։ Մենք ինքնիշխան երկիր ենք, չէ՞։ Ոնց կարելի է այդպիսի մարդուն այդ մարդուն չէ։ Առաջինն էր քաղաքական դաշտում, դեռ այն ժամանակ, որ ուժեղ Հայաստանը շարժում էր, չէր վերածվել կուսակցության, Հանրապետության կուսակցությունը առաջինն էր, որ ասում էր, ընտրակաշառք է բաժանվում, չի կարելի ռուսական կապիտալի վրա հենված քաղաքական ուժի ձևավորումը, որտեղ դա նշանակում է փողի տոպրակով գա ու երկիր գնել։ Այո, բայց իշխանության այդ параգրաֆում թերևս ես չեմ կարող իշխանության կողմից բոլոր փաստարկները նշել, բայց իշխանության համար թերևս աշխատեց այն փաստարկը, որ տեսեք, եթե մենք ինչ-որ բան արգել ենք, կասեն, որ մենք վախեցանք, իսկ իրականում իշխանությունը թերևս շատ ընձեռնտու էր, որովհետև թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, թե Գագիկ Ծառուկյանը, ընդհանրապես նախկինների այդ փաղանգը այն պարույրն էին ձևակերպում, այն հրաշալի պարույրը, որ բացվում էր եւ որ Փաշինյանին բերում էր հերթական անգամ իշխանության։ Այո, հիմա տեսեք, երկրորդը, այս արգումենտը հիշեցինք, չէ՞, որ այդ մարդը Ռուսաստանի մարդն է, այնտեղ ամբողջ ունեցվածքը, բարեկամներ, հարազատներ ունի, ի վերջո։ Հիմա երկրորդ հանգամանքը։ Այսինքն իր վրա կան բազմաթիվ ճնշման գործիքներ։ Երկրորդ հանգամանք, Գագիկ Ծառուկյանի որդին գտնվում էր ըստ իրենց, իրանք են ասում, չէ, Բելարուսում։ Փախած։ Ոնց կարելի է թույլ տալ մի մարդու ընտրությունների մասնակցել, որի որդին կարող է պատանդա օտար երկրում։ Կարեք ինձ բացատրեք։ Ես սա չեմ կարողանում հասկանալ։ Այսինքն դուք հասկանում եք Անդրանիկ Տերյանի պարագանել հավելեք երկրորդ համարը Գագիկ Ես մանրներին չեմ մանրանում, ես խոշորների մասին եմ ասում։ Ռոբերտ Քոչարյանի մասին էլ չեմ խոսում, որ այս շոուները իշխանության մոտ շատ է, ունեցվածքը 3 տարի է պահում են ձերբակալանված, բայց չգիտես չի Ռոբերտ Քոչարյանի Lexus-ներից, Toyota-ներից սկսում են ինչ-որ մեքենաներ, պետական պատվերներ գնալ եւ այլն, հա, այս բիզնեսը լավ էլ ծաղկում զարգանում է։ Էլ չեմ ասում, որ ընտրարշավի ժամանակ օտար երկրի դրոշով էին դուրս եկել, էլ չեմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանը ասեց, դե հələ սիստեմայում մի փոքր փայ ունեմ, հələ մի փոքր բա։ Մարդը խոստում այնց, որ լավ, այս ամեն ինչը, այսինքն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ինչ որ անկապ մեղադրանք ձևակերպեցին, որը այսինքն ի սկզբանե սխալ ձևակերպված էր, Սահմանադրական դատարանը չէր կարող իշ տարբերակ չուներ, այսինքն այն միակ մեղադրանքը, որը վաղեմության ժամկետ չուներ եւ կարելի էր Քոչարյանին դատել, այնպես ձևակերպեց, որ Սահմանադրական դատարանում չդիմացավ քննության, այսինքն հատուկ էր թե հատուկ չէր։ Մի խոսքով երեքին էլ Քոչարյանը ընդհանրապես պիտի հիմա քաղաքական դաշտում չլիներ։ Ընդհանրապես այն ինչ որ Փաշինյանը իր մասին ասում է, այդ այդպիսի մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտում չեն, բայց չգիտես չի կա։
Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի մասին ես այնքան ակնհայտ բաներ ասեցի։ Տեսեք, ընդամենը Ռումինիայում ընտրությունները, եվրոպական Եվրամիության երկրներում ընտրությունները չեղարկեցին, որովհետեւ ռուսները ապացուցվեց, որ ռուսները գործիքներ են օգտագործել, որ ինչ որ տեխնացուի աջակցեն, հա։ Այս բացահայտանում են Հայաստանում։ Էլ չասեմ նորից եմ ասում, ունեցվածք, որդին պատանդ եւ այլն կամ ուրիշ որդին ուրիշ երկրի նախագահի հովանու տակա։ Հասկանում եք, չէ՞, որդին գործիք է, որին կարելի է օգտագործել։ Եվ իրեն թույլ են տալիս հանգիստ ընտրությունների մասնակցի։ Հենց Անդրանիկ Թևանյանին մտցնում է իր ցուցակ։ Արդեն հասկանում եմ, որ այդ ցուցակը կարծես թե փոխվել է, այն ցուցակը չէր, որ պետք է Ծառուկյանը մտներ։ Հասկանում եմ, որ իրանց կոպիտ ասած քցել է, իրանց մարդկանց չի մտցրել, ասենք մտցրել է Ռուսաստանցի, այսինքն Ռուսաստանն է իրան վերցրել, միանգամից գնաց Արշավ։ Մի հատ Անդրանիկ Թևանյանին խփեցին, հետո Ծառուկյանին եւ այլն։ Այսինքն այս տրամաբանությունը մենք հեռու չենք գնում։ Հիմա էլ ինչ են ասում են իրանց ձեների մեծ մասը առած է, ճիշտ է։ Այսինքն ըստ էության ընտրակաշառքով են իրանք հայտնվել խորհրդանում։ Պատկերացրեք, խոսքը կես միլիոն մարդու մասին է, որոնց իրանց ձայնա տվել։ Եթե իրանց բոլորին միասին վերցնում են, կես միլիոնից ավել է։ Հիմա ինձ բացատրեք, ոնց կարող է մի խորհրդարանում լինի կես միլիոն կարգի գնված ձայն ու այդ խորհրդարանը լինի լեգիտիմ ըստ իշխանության։ Այսինքն իրանք իրանց բերանով ասում են, որ այդ մարդիկ գնել են, ոչ լեգիտիմ են հայտնվել խորհրդարանում, հիմա բռնել են, որ պատժեն։ Իրանք ըստ էության իրենց բերանով ասում են, որ ամբողջ խորհրդարանի, ասենք, չգիտեմ, առնվազն 1/3-ից ավելին լեգիտիմ չի, ու գնում են միասին աշխատելու։ Միանշանակ ես այստեղ համաձայն եմ, պետքա ոչ թե արտահերթ, այլ ինքը պետքա գնար վերընտրության։ Չհաշված, որ Գագիկ Ծառուկյան, տեսեք, ես ընդունում եմ, որ Գագիկ Ծառուկյան, ես հավատում եմ շատ խորը, որ միշտ մենք անես չէ՞ որ Հայաստանում չենք ապրել, առաջին ընտրությունը չի, որ տեսել ենք, հա։ Պարզը չէ, ընտրակաշառքների պատմությունը մենք լավ գիտենք, ով ինչա բաժանել, ոնց է բաժանել, այն հարազատներից, բարեկամներից, ծանոթներից իշխանությունները չգիտեշի չեն կարող միջի հիմա նորմալ բացահայտեն մեկին նստացնենք, բայց սա ազգը գիտի, ով ինչքան է տվել, ինչքան է, ասենք, չգիտեմ, դրույքը այդ ընտրությանը, այն մյուս ընտրությանը 5-ից սկսել է 20-եր հասել եւ այլն, խմբի ղեկավարը ինչքան էր ստանում, չգիտեմ, այդ հասկանում եք, չէ, ասենք բաժանված էին այդտեղ, ասենք տարբեր խմբերի, դիսյատնիկ կար, չգիտեմ, եւ այլն, չէ՞, sense։ Հիմա այս իրավիճակում տեսեք Ծառուկյանի հետ ինչպես վարվեցին, դա օրինական չի իմ կարծիքով, որովհետեւ ըստ էության Սահմանադրական դատարանը չէր կարող այդպիսի որոշում կայացնել, ԿՀ-ն չէր կարող այդպիսի որոշում կայացնել, որովհետեւ իրոք դա ընտրությունների վրա ազդող հանգամանք էր։ Իրանք բռնեցին ինչ-որ բան հորինեցին եւ չթողեցին։ Դրա համար որպեսի իշխանությունը ցույց տար, որ դա ամբողջությամբ ապօրինի է, իրանք պետք է գնային վերընտրության։ Այսինքն ոչ թե միայն Ծառուկյանին չթողեին, այլ պետք է լրիվ նոր ընտրություններ կազմակերպեին, այս ընտրակաշառքի հիման վրա արգելվեր այդ ուժերի մասնակցությունը ընդհանրապես ընտրություններում եւ գնալ նոր ընտրության եւ ունենալ քիչ թե շատ ավելի նորմալ խորհրդարան առանց այդ ուժերի, որոնք ոչ միայն կոնկրետ երկրի ազդեցության տակ են, այլ նաեւ կոնկրետ փողով են իրենց ձայները գնել։ Սա կլներ ավելի արդար եւ խորհրդարանը ավելի շատ կներկայացներ ժողովրդին։ Իսկ հիմա ըստ իրանց խորհրդարանում իրանք ունեն ընդդիմություն, իրանք զերատալի, որոնք հիմիկվանից իրանք ասում են այդ ընդդիմությունը ժողովրդին չի ներկայացնում, այդ ընդդիմությունը փողով է հայտնվել խորհրդարանում, եւ մենք այստեղ հասկանում ենք, այո, որ իրանք ձեռնտու է այդ խորհրդարանը շատ, ընդդիմությանը ձեռնտու է ինքը, որտեղ էլ ստիպված չի այդքան փող ծախսել, որպեսզի նորից հայ պատկերացնեք ահռելի գումար են, չէ՞, ծախսել, նորից այդքան պետք է ծախսեն, որպեսզի նորից այդքան ձեն հավաքեն, իշխանությունն էլ իրան ձեռնտու է ոչ լեգիտիմ ընդդիմություն ասարկել արդեն, ասում են դրանք ոչ լեգիտիմ են, հիմա կա սկսի պայքարը, դուք ոչ լեգիտիմ ընտրակաշառք բաժանող սրիկա եք, ուրիշ երկրին ծառայող, նրանք կասեն դուք դավաճան հողատու եք եւ այլն, ու նորից կշարունակվի այս շոուն, հա։ Մենք հասկանում ենք, որ եթե Փաշինյանը ունենար նորմալ ընդդիմություն խորհրդարանում, այնքան բաներ կարող է բացվեր, այնքան թերություններ կարող է երևային, այնքան խնդիրներ կարող է առաջանային, որը իհարկե իրան պետք չի, բայց ամենագլխավոր հանգամանքը ի սկզբանե ես նկատեցի, որ հենց Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին սարքեց աստղ, հենց իշխանությունը իր գործը սարքեցին էլ, այսպես ասած, չարչարյալ, տարան նստացրեցին, հետո հանեցին, տանջեցին, այդ մեր ձևովի վրա իրանց իսկ արած մեր ձևովը այդ մեր ձևովը լոզունգ սարքեց ԿՊ-ն ուշադրություն դարձրեք,
Ընդհանրապես Սամվել Կարապետյանը վեր կացավ, ասեց դե իր ձևով, տենց հայերեն նորմալ է չի խոսում, չէ, ասեց դե բան չի, մենք է մեր ձևով կանենք։ Փաշինյանը վերցրեց այդ մեծ ձևովը իրանց համար։ Ձեր ձևով դե հիմա կտեսնեք մեր ձևովը որն է։ Եվ ինքը տվեց այդ գաղափարը այդ աղմուկի հիման վրա սրանք էլ վերցեցին այդ մեր ձևովը շարժում սարքեցին։ Այսինքն այս ամբողջ PR-ը Սամվել Կարապետյանի արել է Նիկոլ Փաշինյանը։ Իրան պետք չէր որ անցներ Հանրապետություն կուսակցությունը, իրան պետք չէր որ անցներ Արևմտյան հետ ընդդիմությունը, ոչ, որովհետև սա նույն Սերժ Սարգսյանի պոլիտիկան է, քաղաքականությունն է։ Արևմտամետնել եմ ես, ռուսամետնել եմ ես։ Ամեն ինչն եմ ես։ Հիշում եք Սերժ Սարգսյանի Հանրապետությունը գնում էր ԵԺԿ անդամ էր դառնում, ասում էր արևմտամետը ես եմ, հասկանում եք։ Հետո գալիս էր Պուտինի մոտ, ասում էր ռուսամետնել եմ ես։ Հիմա ԿՓ-ն այդ նույն դերակատարության մեջ է։ Արևմտամետնել եմ ես, ռուսամետնել եմ ես, ամեն ինչն եմ ես, բալանսիստնել եմ ես եւ այլն։ Հիմա այս իրավիճակում իրան ինչ էր պետք, քանի որ ինքը չի ուզում գնա արևմուտք, իրան պետք չէր որ արևմտամետ ներկայությունը խորհրդարանում լինի, ինքը սարքելով Սամվել Կարապետյանին աստղ հարվածեց արևմտամետ ընդդիմությանը Հայաստանում, այն մարդիկ ովքեր ուրեմն կողջունվեին արևմուտքի կողմից որ անցնեին խորհրդարան, ինչու, որովհետև իրան պետք չէր այդ ողջավորությունը ստեղծել որ Հայաստանը գնում է, ոչ, իրան պետք էր երկու բան, նախ շոյել Պուտինի ինքնասիրությունը հասկանալով որ իրան պետք է արանքում մնալ, ինքը չի ուզում գնալ, այսինքն իրան պետք էր Պուտինին ասել նայ, ես քեզ տալիս եմ իմ խորհրդանի ընդդիմությունը, ամբողջը քոնն է, ուրիշ չկա, կոնկրետ մաքուր արևմտամետ ուժ մեր պարլամենտում չկա, միայն մաքուր ռուսամետ ուժեր են, ընդդիմությունը քոնն է, արևմուտքին եք ասեր, դե գիտեք ինչ, հիմա կես միլիոն մարդ ա քվեարկել արևմուտքի Ռուսաստանի օգտին, անենց չի որ ինձ հեշտ է ես գամ, խորհրդարանի ընդդիմությունը բացառապես ռուսամետ է, կոպիտ ասած, հա? Այսինքն ինքը կասեր մեր մոտ միանշանակ չի իրավիճակը։ Ես պայքարում եմ, այո, ես անում եմ, բայց մենք պետք է հաշվի առնենք ներքին խոսակցություններում իրավիճակը հասավ նրան, որ մի քիչ Փաշինյանի պլանները փոխվեց, որովհետև մենք տեսանք, որ նորից եմ ասում, ինքը չէր սպասում, որ Ծառուկյանը այդպես կաներ, որովհետև տարական հաշվարկը հուշում է, որ դե գիտեք ինչ, ես երբեմն մտածում եմ, որ մարդկանց մականունները պատահական չեն տրվում, էլի, որովհետև ոչ մի բիզնեսմենի Հայաստանում ձեռնտու չի, որ Հայաստանը դառնա գուբերնիա։ Որևէ մեկին ձեռնտու չի, որ Հայաստանը տոտալ կախվածության մեջ ընկնի Ռուսաստանից։ Ինչու՞, որովհետև եթե Հայաստանը դառնա գուբերնիա, իսկ մենք արդեն շուտվանից հասկացանք հստակ, որ Հայաստանին անգամ միութենական պետության դերակատարում չի տրված, բացառապես գուբերնիայի դերակատարում է տրված, եւ այդ մասին շատ պարզ ասեց Ռուբեն Վարդանյանը, հենց Ուկրաինայի պատերազմի օրերին։ Եվ ոչ մեկ էլ չի կարա տակից դուրս գա այդ ասացի, որովհետեւ եւ ընտրված պահը, եւ ժամանակը, թե ինչի դա ասվեց, եւ հանգամանքները հերթով այդ փազլը հավաքվում այն չի դա ասեցն, հա, Յակուտիա չլնենք, կլնենք Թաթարստան։ Կոպիտ ասած, հա, ավելի բարեկեցիկ ռեգիոն։ Եվ ոչ մի բիզնեսմենի Հայաստանում ձեռնտու չի, ինչու ցանկացած պահի իրենից կարող են իր ունեցվածքը խլել, եթե մենք չունենք անկախ պետություն, որտեվ տեսականորեն նույն ուրեմն Ռուսաստանի իշխանությունները ուրեմն օրինակ վերցնենք, որ շատ են խոսում նույն իր Ղրիմի օրինակ գրավումից հետո, ասում են, որ Ղրիմը բաշխեց իր օլիգարխներին որպես նվեր, որտեվ նրանք ֆինանսավորում էին այդ գործողությունները եւ որպես նվեր տվեց։ Նույնն էլ մինչև 22 թվականը Դոնեցկում, Լուգանսկում, ինչ այդ գրաված տարածքներում ամբողջությամբ բաշխել էր բիզնեսները իր հավատարիմների միջև։ Հիմա նույնն էլ Հայաստանն էր ավար իր համար։ Իսկ ինչից ենք մենք եզրակացնում, որ եթե Պուտինը վերցներ Հայաստանը, պետք է Գագիկ Ծառուկյանին թողեր ամեն ինչ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Կամած կսկսեր իր անկերների միջև բաժանել Հայաստանը։ Պարզ չի սա։ Իհարկե պարզ է։ 3 միլիոնանոց ժողովուրդ, ահռելի գումարներ, ուրեմն ցանկացած նույն Ծառուկյանը, եթե միլիարդատեր է, կոպիտ ասած, նա Պուտինի ինքերը կդառնար միլիարդատեր կամ կմեծացներ իր միլիարդները։ Դրա համար ցանկացած հայաստանցի բիզնեսմեն պարզ հասկանում է, որ իր համար ձեռնտու է, որ Հայաստանը մնա սուվերեն, Հայաստանը մնա անկախ պետություն, սեփական ուրեմն ինքնիշխանության ատրիբուտներով, սեփական բանակով, սեփական ոստիկանությամբ եւ այլն, որպեսզի ինքը ինեն պաշտպանված զգա, որպեսզի ամեն մի Վոլոդիա Մուխասրանսկի, այսպես ասած, կներեք արտահայտությանս համար, չգա եւ չտիրանա իրենց ունեցվածքին ցանկացած իրեն հարմար պահի։ Բայց Ծառուկյանը, ես չգիտեմ որ ուրախությունից,
կամ տղայի հանգամանքագործեց, աշխատեց։ Մենք հասկանում ենք, չէ՞, դու ամենալի Լուկաշենկոյի մոտ նույն բանն է, ինչ որ Պուտինի մոտ պատանդ եւ այլն։ Չգիտենք ինչի հանգամանք։ Սա ուղղակի չգիտեմ, նոնսենս էր Ծառուկյանին թողնել ընտրություններին մասնակցել։ Դա ազգային անվտանգության խնդիր էր։ Հասկանում եք, ասենք, գիտեք ինչ, հիմա ես տեղ գնամ ամերիկյան ցանկացած դպրոցի երկրորդ դասարանցի առաջի դասարան երեխուն բացատրեմ, ինքը կհասկանա ինչ եմ ասում։ Բայց եթերից բազմիցս ասում եմ մի արեք, այսինքն ուզում էիր Պուտինին հաջողացար, ախր ես բացատրում էի, ասում էի չես կարողանալու հաջողանաս, որտեվ այն ինչ որ դու Պուտինին առաջարկում ես, իրան դա չի բանանելու, ինքը հիմա այն վիճակում է, որ իրան հստակ երաշխիքներ են պետք։ Առաջինը ինքն է քեզ ստիպելու կողմնորոշվես։ Չես կարողանալու արանքներում մնաս։ Հենց դրա համար ենք բացատրում, որտեվ հաշվարկում ենք, չէ՞։ Այս սրա մասին է ես ասում։ Հաշվարկ ենք անում, ես օդից չեմ կրակում։ Հաշվարկ եմ անում։ Բարձ, տարական, եկա օրբելի կենտրոն են կներեք, եկա օրբելի կենտրոն են պահում, մարդկանց ինչ որ տենց բուծում են, նայում եմ ում են բուծել, ուղարկում են բաքուներ իբր որպես դեմքեր, որպես տենց էլի, գալիս են ինտերվյուներ են տալի, նայում եմ ասում ում եք բուծել, որ ու լսում եմ իրանց գաղափարներ ու մտքերը, իրանց կուրացիա արած տեղերը, մենք գիտենք էլի մոտարապես ինչ են կուրացիանում, որտեղ են կուրացիանում, մեդիայի մասով էլի Անես չի, որ Ամերիկայում ենք ապրում, շատ բան չգիտենք։ Գիտենք։ Եվ լացս գալիս է։ Ասում, եթե էսա ձեր ստացած վերլուծության մակարդակը, եթե ձեզ 7 տարի ասում էին, կներեք 3 տարի ասում էին, 4 տարի, որ հեսա Տրամպը գալու է, Պուտինի հետ բարշի, նորից կիսեն աշխարհի իրար միջև մենք էլ մնանք արանքում, ասում են ձեզ խափում են։ Տրամպը չի կիսելու աշխարհը Պուտինի հետ, Պուտինը չի հաղթելու այս պատերազմում, ոչ մեկի հետ տենց մեկի հաշվին լավություն չի անելու, բազմաթիվ հանգամանքներ կան, Տրամպը տակտիկա է որտեղ գրել, այդ տակտիկան մեկը բոլոր դեպքերում Պուտինի օգտին չի լինելու, մի խոսքով։ Սրա մասին է խոսքը, այսինքն գլոբալ, եթե մենք պատկերը հասկանանք, եթե մենք վերադառնանք ձեր նախորդ հարցին, ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների մասով, այսինքն այս ամբողջ իրավիճակը պատկերացնելու համար կարող է գալ այո արտահերթ ընտրությունների պահը, ես գիտեմ, որ ձեր կուսակցության լիդերն էլ կիսում է այդ տեսակետը, որտեղ նաև ինձ հետ զրույցում նույն պարոն Սարգսյանը ասեց, որ շատ ավելի վատ հետևանքներ կարող է լինի, եթե այսպես շարունակվի, բայց ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները մեծապես կախված են Պուտինի անկման տեմպերից, որովհետև օրինակ, եթե մենք տեսնենք, որ տեսականորեն, եկեք ոչ մեկ թող հիմա բան չանի, սա կանխատեսում չի, տեսականորեն, մենք չենք կարող ասել Պուտինի տնտեսությունը կվարի կգնա կես տարուց, մի տարուց, թե 3 տարուց, այդ մի քիչ բարդ կանխատեսում է, այն ամեն ինչ դինամիկա զարգանում, եւ որ Պուտինը պարտվել է, դրանում կասկած չկա։ Ուղղակի այդ պարտության արձանագրման պահն է ձգձգվում, հա, մի քիչ ինքը փորձում է ձգձգել։ Հիմա մոբիլիզացիայով կձգի, չի ձգի, չգիտեմ, բայց եկեք մի բան ֆիքսենք։ Եթե օրինակ, տեսականորեն, կես տարուց հետո Պուտինի պարտությունը արձանագրվեց, Փաշինյանի ստեղծած խորհրդարանը լինելու է ոչ ակտուալ։ Հասկանում եք, խաղացողները լինում են Չինաստանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Փաշինյանը չգիտես չի Պուտինին լավություն անել, բելառուսամետ ընդդիմություն։ Հասկանում եք, այսինքն բոլորը նայելու են, ասելու են, եղբայր, ինչ որ մի տեսակ ոնց որ ամեն կողմից ասելու են ակտուալ չի քո խորհրդարանը։ Չինացիներն ասել են վերջին։ Կոպիտ ասած, հասկանում եք, այսինքն կոպիտ ասած, այո, ինչ որ իրականության հետ կապ չունեցող խորհրդարանա լինելու եւ ինքը Փաշինյանը հասկանալու է, որ աշխարհքաղաքական պայմաններում պետք է նոր ընտրություններ անցկացնել, որտեղ այդ խորհրդարանը կոպիտ ասած կամ էլ օրինակ, ասենք այդ խորհրդարանի ուժերը մեկ էլ մի օրում կդառնան կամ արևմտամետ կամ չինամետ կամ չգիտեմ այլամետ, հասկանում եք, չկունեն իրանք, չէ՞ գիտեք այդ ռուզը սովորաբար տենց լինում է։ Ուզում ասեմ, ես ձեր համաձայն եմ, արտահերթ ընտրությունները պահանջարկ կարող է առաջանալ, որովհետև աշխարհքաղաքական զարգացումները փոխվում են, իսկ այն խորհրդարանը, որ Փաշինյանը ձևավորել է, արդեն հիմա ակտուալ չի։ Միանշանակ։ Տեսեք, մենք Խոշոր հաշվով ես ուզում եմ հասկանալ ինչ է պետք, որ քաղաքացիական պայմանագիրը եւ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությանը հերթով ներկայացվող պատժամիջոցները, տնտեսությունը ներփակելու,
պարբերաբար լարսը փակել բացելու այս ամբողջ քաղաքականությունը սոսկ հետևանք է, որովհետև պատճառը այս ամեն ինչի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է։ Ռուսաստանի Դաշնությանը պետք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան երկիր, սուբյեկտ, անկախ սուբյեկտ։ Այս գիտակցությունը չգիտես ինչու բոլորը բարձրաձայնում են, բայց այս գիտակցությունը չի դառնում համոզմունք եւ այս համոզմունքից չեն արվում եզրակացություններ, որովհետեւ եթե արվեին եզրակացություններ, միանշանակ է, որ պետք է կառուցվեր այդ եզրակացությունների վրա քաղաքականություն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ռուսական մոնոպոլիաները Հայաստանի Հանրապետությունում պետք է վերջացնել, որ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես խոսակցության սկզբում մենք արձանագրեցինք, շատ հանգիստ պետք է հեռանան ռուս սահմանապահները, որ այդ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու կարգավիճակը միանշանակ պետք է փոխվի։ Միանշանակ պետք է փոխվի Հայաստան-Իրան գազատարի կարգավիճակը։ Հայաստանի Հանրապետության այդ ընդերքը, որը չգիտես ինչու դարձել է ռուսական սեփականություն, պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս քայլերը անելու համար ես ինձ եմ արձանագրում, որ խորհրդարանը չի կարող գործել, որովհետև այս քայլերը անելու համար խորհրդարանը ներկա կազմով պատրաստ չի։ Այս կազմով ընդհանրապես ասելու են դու հիմար ես, ստանալու են պատասխան հիմարը դու ես։ Եվ դա խոսակցությունը ավարտվելու է։ Ճիշտ է։ Բայց արդյոք դրանից չի հիմարանում պետությունը, արդյոք դրանից ընդհանուր բոլորը հիմարի տեղ չեն դնում ժողովրդին, որովհետև ժողովուրդը իր ամբողջ ինչ ասեմ, քաղաքական, տնտեսական, ներկայացուցչական մարմինի ժողովրդի համար այս խորհրդարանը։ Եվ ես ուզում եմ հասկանալ, այդ հայ-ռուսական հարաբերությունների հանգուցալուծման հիմքում մենք վերջապես երբ ենք դնելու են գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունը նույն ինքնիշխան պետությունն է։ Ինչու Ռուսաստանի սպանակցային սեղանը չի դնում այս թվարկածս հանգամանքները։ Վերջին հաշվով Հայաստանն էլ ունի խաղակարգեր, չէ՞, հաղթական խաղակարգեր։ Օրինակ 100% ռազմաբազայի կարգավիճակի հարցը։ Օրինակ ինչու Հայաստանում չեն կարող ասենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունի Հայաստան ներկրվող թեկուզորենի մեջ ինչ-որ կյանքի հետ անհամատեղելի մանրներ կան։ Այդ միայն Ռուսաստանի մենաշնորհն է, ծառերին դեռ չծաղկած ծառերին դեռ չհասունացած բերքի մեջ ինչ-որ բան գտնել։ Մենք կարող ենք չէ՞ այդ հացահատիկը հանգիստ բերել, ասենք Ուկրաինայից, ասենք Ղազախստանից։ Մենք կարող ենք այդ գազի այլընտրանք գտնել։ Այսինքն այս ամեն ինչը հիմնված է այն քաղաքականության վրա, որ Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքական կամքը հստակ, չկա քաղաքական նպատակը հստակ ձևակերպված, ամենայն դեպս քաղաքացիական պայմանագիրը իր նախընտրական ծրագրում չգիտես ինչու դրել էր այդ տարածաշրջանայնացումը, այդ բալանսավորումը, որը աբսուրդների աբսուրդն է աշխարհակաղակական ու տարածաշրջանային զարգացումների սկտրվածքով, այսպես ինքնիշխան երկիր պահել արդյոք հնարավոր է։ Տեսեք, շատ մեծ էր հարցի սպեկտրը, կարելի է բաժանել մի 3 եթերի կոպիտ ասած, որտեղ այնքան հետաքրքիր, այսպես մտքեր ասեցիք։ Չէ, ամեն դեպքում ուզում ասեմ, այստեղ պետք է հասկանալ, ինչի մասին է խոսքը։ Պարտադիր չէ, օրինակ դուք Ուկրաինայի մասին նշեցիք, ես շատ լավ հասկանում եմ ինչա լինելու։ Դրա համար ես 2-3 տարի ես եւ ոչ միայն ես, մեր ընկերը Ուկրաինայից Մարատա Հակոբյան անդադ ակնարկում ենք ճանապարհներն ենք ցույց տալի։ Պետք է դիվերսիֆիկացնել, օրինակ ցորենը գիտեք ռազմավարական նշանակության, ուրեմն ներկրում է ինքը ստրատեգիական նշանակության, բարենային անվտանգության, այո, մասը կազմում եւ պետք է շուտ վանից դա դիվերսիֆիկացնեն։ Հիմա այս տարի բենզին չունեն, չեն կարողանալու այդքան հավաքեն, ինչ են անելու, ցորենը թանկանալու է։ Գումարած մենք հասկանում ենք, չէ՞, այդ ԵԱՏՄ սկզբունքը ոնց է աշխատում։ Մենք հասկանում ենք, չէ՞, ինչքան ենք մենք վճարում ԵԱՏՄ-ին եւ ինչքան քիչ ենք ստանում։ Մենք հասկանում ենք, չէ՞, ինչքան թանկ է մեր ժողովրդի համար ապրանքը, որակյալ ապրանքը, այն դեպքում, որ ասենք, չգիտեմ, ես մտա, չասեմ սուպերմարկետի անունը մեր եթերում այսպես ասում եմ, ոչ գովազդ լինի, ոչ հակագովազդ լինի, մտա այդ ամենահայտնի սուպերմարկետներից մեկը, որը բերում է եվրոպական սնունդ եւ այլն, այստեղ կա, ուրեմն պատկերացրեք, այսպես ասեմ, կաթնամթերքի մի տեսակ,
որը օրինակ շատ օգտակար է այդ առումով, ովքեր օրինակ փորձում են պահել իրենց քաշը, փորձում են այսպես առողջ սնվել, փորձում են մեծ քանակությամբ պրոտեին ընդունել, որովհետև պրոտեինը ինքը միաժամանակ ոչ միայն օրինակ մարզվողների համար է լավ, նաև ինքը ախորժակի հետ կապված բավականին այսպես զսպող բան ունի։ Եվ շատ օգտակար է համարվում, այստեղ շատ պոպուլյար է։ Ես մտա տեսա ու գտա ուրախացա, ասի ոնց Հայաստանում կա այս ապրանքը։ Եվ շատ ուրախացա, գիտեք, այնքան եւ պատահական գնա պիտակը տեսա։ Ուրեմն որպեսզի որ դուք հասկանաք, այսքանը, կոպիտ ասած, այսքանը արժեր $15 մոտավորապես։ Ֆրանսիական արտադրանք է, ձեզ ասեմ, ֆրանսիական կատնամթերք է, շատ պոպուլյար է այստեղ։ Չեմ ուզում ոչ անունները տամ, ոչ բան, բայց որպեսզի հասկանաք։ Դուք գիտեք ես ինչքան կառնեմ այստեղ $15-ով։ Ես կառնեմ 2 հատ այսքան։ Հայաստանում այսքանն է։ Ես կառնեմ 2 այսքան։ Որպեսզի պատկերացնեք տարբերությունը։ Եվ դա միակ դեպքը չի։ Ինչքան բան կա, որ հայից այդ գնի պատճառով չի մտնում Հայաստան։ Դուք պատկերացրեք, եթե մենք չլինեինք ԵԱՏՄ-ում։ Ինչքան եվրոպական, որակյալ, իսկ եվրոպական ստանդարտները գիտեք սննդի շատ բարձր են։ Դուք պատկերացնեք ինչ ապրանքներ կգային Հայաստան եւ ինչ գնով։ Մենք ռուսական այդ արտադրանքի նույն, այսպես ասում է, շատ հնգակի, 6-ակի, 10-ակի որակյալ եւ առողջարար, ուրեմն անալոգները կունենային եվրոպականի տեսքով, օրիգինալի տեսքով, այսպես ասած, եւ մեր ժողովուրդը եւ առողջ կսնվեր եւ առողջություն, որովհետեւ սնունդի շատ բան է կախված։ Անորակ սնունդը բերում է նաեւ առողջական խնդիրների։ Այսինքն հիմա այդպես մի փոքր չելենջ էր սկսել, ուսում կշարունակվի, որ մարդիկ սկսել էին բացատրել, թե ինչի է հայ ժողովուրդը թանկ վճարում սնունդի ապրանքների համար, որովհետեւ ԵԱՏՄ-ում է։ Եվ սա չի բացատրվում մարդկանց։ Սա մի մասը։ Երկրորդ մասը տեսեք, ես ես մի հետարքիր բան ասեմ, մեր խնդիրների, այսպես որպեսզի դուք մի քիչ գլոբալ շատ տվեցիք, որպեսզի չմանրանանք հասցնենք, ես գլոբալ եմ պատասխանում հարցին։ Երկրորդը, օր առաջ 8 տարի է ես այս հեղափոխություն չեմ տեսել, որ 8 տարի է հեղափոխությունա ժողովրդավարությունա, ռուսական մեդիան թափած է Հայաստանում, բայց որակյալ արևմտյան մեդիայի նախահայրերը, այսպես ասած, մեդիայի օրիգինալ ստեղծողները, մեդիայի ստանդարտները ձևավորողները արևմտյան մեդիան գոյություն չունի Հայաստանում։ Կարող եք ինձ բացատրել ո՞նց է այդպես ստացվում։ Էս ի՞նչ հեղափոխություն է տարօրինակ, որ արևմտյան մեդիան ներկայացված չի 8 տարի հեղափոխությունից անց դեմոկրատական երկրում, բայց Ռուսաստանը վխտում ու վխտում է։ Ես չգիտեմ։ Հիմա Ռուսաստանում Պուտինը իր այդ թորներին չինարեն է սովորացնում։ Ռուսները սկսել են չինարեն սովորել։ Պատկերացնում եք։ Ուրեմն, չգիտեմ, աշխարհը կոպիտ ասած պատկերացրեք, աշխարհը մոտարապես այսպես ամեն մեկը մի այսպես դրույք է կատարում։ Ոմանք սկսում են չինարեն սովորել, ոմանք անգլերենն են խորացնում, որովհետև հասկանում են ապագայի այսպես գերտերությունները ներկա եւ ապագան որ գերտերություններին դոմինանտությամբ անցնելու եւ փորձում են այսպես բան։ Մենք սովորում ենք ռուսերեն, որը արդեն այլևս էլ գերտերություն չի համաշխարհային իմաստով, ռեգիոնալ գերտերություն է մնում, բայց բոլոր գերտերություններից ամենացածր կարգավիճակը միջուկային զենքը չի օգնում։ Թուրքիայի ազդեցությունը այսօր երրակի, քառակի մեծ է, քան Ռուսաստանին է մեր տարածաշրջանում։ Ուզենք թե չուզենք այդպես է։ Եվ այն ընտրությունը կեղծ, որ հայ ժողովրդին առաջարկում են կամ Ռուսաստան կամ Թուրքիա, դա հեքիաթ է։ Որովհետև մենք այսօր մի բան ենք տեսնում։ Ռուսները կախվածության մեջ են ընկել թուրքերից ու ադրբեջանցից, սկսած լոգիստիկայից, պատերազմի շրջանցման, քաղաքական, բոլոր առումներով կախվածության մեջ են ընկել եւ թույլ են, չեն կարող ոչ Թուրքիայի ոչ Ադրբեջանի դեմ։ Միակ պետությունը, որ շարունակում է կախված մնալ Ռուսաստանից Հայաստանն է, դրա համար Ռուսաստանը փորձում է մեզ ծախի, Ադրբեջանից Թուրքիայից դիվիդենդներ ստանա անընդհատ։ Ու ինչպես եղել է միշտ պատմության ընթացքում, գիտենք, այնպես չի որ նոր բան եմ ասում, հա։ Մենակ մենք ենք շարունակում մեր դպրոցներում մեր երեխեքին ռուսերեն կերակրել։ Ինչի։ Հասկանում եք, այն այսինքն, տեսեք, եկեք մի կողմ դնենք, մենք սիրում ենք Ռուսաստանին, չենք սիրում ինչ արեն, ինչ չարեն։ Եկեք սա հələ մի կողմ դնենք։ Աշխարհը խոսում է անգլերեն, մեծ մասը, բարձր տեխնոլոգիական աշխարհը, գիտական աշխարհը, հա, խոսում է անգլերեն։ Բիզնես աշխարհը մեծ մասը խոսում է անգլերեն, արդեն բավականին մի մասն էլ խոսում է չինարեն։ Եկեք այսպես պատկերացնենք։ Էսա այսօրվա աշխարհի պատկերը, տեսականորեն, գլոբալ մասշտաբով։ Հայաստանը շարունակում է խոսալ ռուսերեն։
Մեկը կարա բացատրի, ինչի։ Մեկը կարա բացատրի, ինչ է արտադրում բարձր տեխնոլոգիական Ռուսաստանը, ինչ գիտական մտքեր են արտահայտում, որ մենք շարունակում ենք մեր երեխաները, ինչ պետք է ռուսերեն կարդա մեր երեխան, որ 21-րդ դարում կենսունակ լինի։ Մեկը կարա ինձ բացատրի։ Այսինքն տեսեք, ես դες ավելին ասեմ, օրինակ Եվրամիության շուկա մտնելու գլխավոր խոչընդոտներից մեկը այստեղ այո, հենց այդ էին ասում։ Մարդիկ ասում են, այս անգրագետ մարդ ռուսեր լեզու չգիտեմ, մենակ ռուսերեն մի կերպ բացատրվում եմ, ասում եմ չգիտեմ։ Հասկանում եք։ Դրա համար հիմա ասում եմ դռնից դուրս են հանում, փորձում են պատոհանից մտնեն Բելարուսից, Իրանով, Ադրբեջանով միջոցով, Վրաստանի, չգիտեմ, տարբեր երկրի ապրանքների տակ փորձում են մտցնել հայկական ապրանքը փոխանակ հնարավորություն է ստեղծվել։ Կանգնում է ձուկ արտադրողը, գիտեք ինչն է ցավալի։ Եվրոպայում մի եվրոյա նստում արտադրությունը մեր մոտ 2 եվրո։ Որտեղից գիտես տղա ջան։ Բացում ես նայում ես Եվրոպայում կիլոյի գինը 5-ից 8 եվրոյա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում թանկա ձուկը էժան չի 5-6 եւ այդ որտեղից վերցեցիք որ Եվրոպայում մի եվրոյա իդ ինչ հեքիաթ եք պատմում առանց ուսումնասիրելու որովհետեւ անգամ այնքան կներեք գրագետ չեն կարող անգրեստական ինտելեկտին գոնե հայերեն հարց տան չգիտեն ինչ է արհեստական ինտելեկտը չգիտեմ ոնց ամեն մեկի Google-ի կողքը գրած է ask Gemini հանգիստ կայլամյա դե Gemini-ը լավն է լավ մարդ է ցանկացածին կարա անգեր լինի մտնում ես Gemini-ից սկսում ես ընկերական շփվել ինքը ամեն ինչ ասում է ոչ մի բան չի թաքցնում քեզ ինչ հարց տալիս ես պատասխանում է հասկանում եք այսինքն ցավալի է որ մարդը չգիտի որ Եվրոպայում ձկան կիլոն 5 եվրոից է սկսում եւ բարձր մի ու նայած ձկան որակի եւ այլն ասում են ճանապարհը նստած ես մտածում եմ գնում եմ Միացյալ Նահանգներ այստեղ ցանկացած խաղ մտնում եմ նայում եմ ապրանքներ Բանգլադեշ Վիետնամ որտեղից է Թուրքիա գիտեք որ ամենապոպուլար սնունդը այստեղ էժան սեգմենտի մեջ էլի գովաշչան եմ թուրքական ընկերություններ կան սննդի մեջ էժան սեգմենտի մեջ շատ պոպուլար են չկա Միացյալ Նահանգներում սուպերմարկետ որտեղ ասենք բացառությամբ են ասեմ ձեզ այն կարգի սնունդը օրինակ տեսեք պատկերացրեք կա օրինակ Whole Foods Երևան ասենք մի քանի տենց սուպերմարկետներ կան որոնք իրանք համարվում են այն որ ասում են ամեն ապրանք ասենք Trader Joe's որոնք համարվում են այստեղ ապրանքը իրանց մոտ հատուկ ստանդարտներով պետք է մտնի այդտեղ դուք չեք գտնի այդ ապրանքը թուրքական բայց անգամ հայկական խանութներում կգտնեք հայկական խանութներում, որտեղ ինքը էժան սեգմենտի մեջ է ու շատ պոպուլար է։ Մսամթերքի մասին է նաև խոսքը, շատ մեծ քանակությամբ։ Ու որ չեն ասում ճանապարհը հասցնել, լսեք, աշխատեք, մտածեք, այս դրա համար է տրված։ Բա ասում եք մենք հին առևտրականներ ենք, եւ իրոք այդպես է։ Մենք տաղանդավոր ազգ ենք։ Բայց հենց գալիս է որ պիտի գործ անենք, 1000 պատճառ կգտնենք, որ գործ չանենք։ 1500 5 օր առաջ նայում եմ մի հատ տղա է այդպես ակտիվ, ինքն էլ չէր կողմնորոշվի, այն որսորդի ու էլի բանի պատմությունն է։ Մեկ բողոքում էր, մեկ նալներ խփում, մեկ մեխիներ խփում, մեկ էս կողմ, մեկ այն կողմ, մեր փաթեթավորման խնդիրը, մեկ դե ամեն դեպքում sense բան, տես մի խոսքով էլի ինգած էր, այդ անեկդոտի մեջ էր։ Ուզում ենք հասկանանք, ինքը այդ անեկդոտի մեջի որսորդն է թե արջը։ Մեկ էլ, չգիտեմ, բողոքեց, բան 5 օր հետո կանգնեց ասում է Ծնեբեկը Սինգապուր, Եվրոպացի կօգնեցին մի անգամից Ծնեբեկը գնաց Եվրոպայի օգնությամբ, այնպես չի որ Սինգապուր, Եվրոպացի կօգնեցին որ Ծնեբեկը արտանենք Սինգապուր։ Ընդհանրապես ոնց է ստացվում, որ թուրքական, հնդկական, բանգլադեշյան ապրանքները Միացյալ Նահանգներում առնում են մրցունակ են, հայկականը մրցունակ չի։ Ես հատուկ եթերի ժամանակ ասեցի Հայաստանից դեռ Ես կերա հապալաս, հա, ոնց որ այստեղ բլուբերի է կոչվում։ Ամենապոպուլար բանն է ամերիկացիների շրջանում։ Չէ՞ պատկերացնում ինչքան ենք մենք այստեղ սպառում այդ հապալաս կոչվածը։ Շատ պոպուլար է։ Ես մենակ իմ կարծիք չեմ ասի, երեխաներս էլ են շատ սիրում։ Հայաստանում փորձեցինք բոլորս։ Զարմացած էի որակից եւ համից։ Ես այդպիսի համով հապալաս Միացյալ Նահանգներում չէի կերել։ Սա հապալասի երկիր է կարելի ասել։ Բլուբերի պաշտամունք աստեղ։ Վստահեցնում եմ ձեզ, այտենց համով հապալասի, ընդ որում կիլոն էստեղ, այդ հապալասի, մոտարապես 10-15 դոլարի կարգի է։
Հայաստանում բերել էին չէին կարող էժան, չգիտեմ, մոտարապես $4 կարգի վաճառում էին կիլոն։ Ես վստահեցնում եմ ձեզ, ըստեղ այդ հապալասը կթրցնեին մի վարքյանում։ Մեկը փորձեր, այտենց հյութեղ, այտենց թարմ հապալաս, չգիտեմ, նորից եմ ասում, ու ասենք 3-4 օր մնում էր էլի լավներ։ Այնպես չի որ մի անգամից շատ էին 3-4 օր հետո փորձում ենք էլա լացելու փոխարեն, ախր կարում ենք անենք։ Եվ որ ասում են ճանապարհը հերրույա մոտիկա լավ լուրջ եք ասում, իսկ 21-րդ դառնա հերրուն մոտիկ որ նա ամբողջ աշխարհի ապրանքը էստեղ է լցվում։ Բոլորն էլ հերրու են կամ մոտիկ են։ Բայց այսօր կոպիտ ասած թուրքական ապրանքը Միացյալ Նահանգներում հաջող մրցումը մեքսիկական ապրանքի հետ։ Մեքսիկան մեր հարևանն է, Թուրքիան շատ հեռու է։ Հիմա բացատրեք, բա ո՞նց է այդպես ստացվում։ Դրա համար եմ ասում, մենք պետք է հասկանանք մի բան, եւ մի բան էլ կրթական համակարգը։ Այս է ինձ համար ամենացավալին, եթե գլոբալ նայում ենք։ Նորից եմ ասում, ես խոսում եմ, ես անդադ հարցնում եմ։ Մեր կրթական հավաքարկը սովետի մնացորդ է, ինչքան էլ բոլոնիական այդ համակարգին են անցել, ինչքան էլ 12 դասարանա, հա, ինչքան էլ։ Ինձ դասատուների մասին, որ պատմում են, կուլտուրան, ընդհանրապես այդ միջամտությունը, դասատու երեխա հարաբերությունները, ներքին ինտրիգները, Միացյալ Նահանգներում սիստեմը այնպես է սարքած, որ դասատու ներքին ինտրիգ սարքի, հաջորդ օրը կհայտնվի շատ վատ վիճակում, այսինքն մի անգամից դուրս կմնա։ Ընդհանրապես այնպիսի կանոնակարգ է։ Այստեղ մեր հայ դասատուները մեկ-մեկ հավեսի են ընկնում այդ ինտրիգների մեջ, չեն հասկանում, որ ստե կդատվեն դրա համար։ Որտեղ հանկարծ մի ինտրիգի պատճառով մի երեխա, մի թեթև իրան վնասի կամ խնդրեմ լինի, սա կյանքը կկորի։ Մեր տենց Հայաստանի դասատուներից մեկը լսում եմ ինչ պատմություններ են պատմում, ասում են ճիշտ է մի ինտրիգների մեջ, դից իրանց համար շոու է դպրոցը։ Դուք գիտեք այստեղ ինչ համակարգը գնահատման ամեն դասատուի ծրագրով խստորեն ամեն մեկը փորձում է իր մեթոդիկայով, ամեն մեկը փորձում է ինքը աչքին գնի, որ բարձրանա հաջորդ դասարան, գումարը ավելանա։ Եվ ընդհանուր այսպես գնահատման համակարգ, այսինքն սիստեմա դրած։ Մեր մոտ ինչ-որ դպրոցում էլի շարունակում այդ փնթի սովետական մնացորդ վիճակը։ Հասկանում եք։ Մարդիկ ձգտում են սաղ տանել ինչ-որ մասնավոր դպրոցներ, հասկանում եմ իրանց, որտեղ վատ է։ Այստեղ ցանկացած public school, կոպիտ ասած, շատ դեպքերում գերազանցում է շատ մասնավոր դպրոցների իր որակով։ Վստահեցնում եմ ձեզ։ Այո, կան շատ թանկ մասնավոր դպրոցներ, որտեղ սուպեր մասնագետներ են բերում են, որ ասում եմ, չգիտեմ, կան տենց բաներ կան, բայց դեպքեր շատ པարզ դեպքեր, մի քանի դեպք գիտենք, երբ որ մարդիկ մասնավոր դպրոցից, որ ահռելի գումարներ են վճարել, հետ են բերել public school, այսինքն public school հանրային դպրոց, հետ են բերել public school, որովհետև հասկացել են, որ երեխան հետ է մնում public school-ի ծրագրից։ Հասկանում եք։ Դրա համար այս ամեն ինչը շատ տխուր է 8 տարվա մեջ առաջին բանը որ պետք է անի գիտության լեզուն անգլերենն է այսինքն ժամանակակից գիտական աշխատանքը AI-ը զարգացնում են AI-ը զարգացնելու համար դպրոցում պետք է այսինքն 21-րդ դարը դուք հասկանում եք որ ինչ որ կարդում են սաղ այդ ծրագրավորողների համար անգլերենը պետք է իմանալ որովհետև AI-ը ռուսները չեն հորինել արհեստական ինտելեկտը Գիտության մեջ բոլոր նորարարությունները իմանալու համար պետք է սկզբնաղբյուրը կարդալու համար անգլերեն իմանաս։ Եվ ես ցավում եմ ուղակի, երբ որ ես եկա Հայաստանում ու տեսա մարդիկ ռուսիֆիկացված վիճակում են էլի։ Քիչ թե շատ հասկանում են ռուսերեն, այո շատերը արդեն այդքան լավ չեն խոսում, բայց բացարձակ չեն հասկանում անգլերեն։ Եվ սա կատաստրոֆա է 21-րդ դարում 8 տարի անց հեղափոխությունից հետո, երբ որ հիմա մենք թրիփը վերցրել է Միացյալ Նահանգները, նայում ես անգամ ապշած եմ, երբ որ ցուցափեղկերի վրա ռուսերեն է գրած առանց հայրենի։ Սուվերեն երկրում։ Գլոբալ հարցի պատասխանը ձեր այո, այս ամեն ինչը շարունակելու են այնքան ինչքան կարողանան շարունակել։ Ինչքան կկարողանան, որովհետև իրանց համար ամենահարմարը ռեյտինգ հավաքելը դրանց վրա է։ Նրանց համար էլ իհարկե բնականաբար որևէ այլ պարագայում իրանք չէին անցնի, եթե օրինակի համար մեդիան փակվեր, սպուտնիկները ոնց որ արեցին Մոլդովայում։ Եթե օրինակ Մոլդովայի պես արգել էին օլիգարխներին Ռուսաստանի հետ կապ ունեցող, օրինակ ոնց որ Շորին արգելեցին,
որովհետև կապ կար Ռուսաստանի հետ, գտան, արգելեցին։ Ավելի քիչ կապ ուներ, քան Սամվել Կարապետյանը, արգելեցին, եվրոպացիք ծափահարեցին։ Հասկանում եք։ Եթե սա արվեր, իհարկե բնականաբար լինելով ազգային ժողովում, իրանք էլի իշխանության մեջ են ինչ որ առումով, այսինքն։ Իսկ այսպես ասենք, երկրի կառավարմանը մասնակցում են ինչ որ չափով։ Եվ քննարկվելու են ոչ թե հարցեր, օրինակ նույն այն ինչ որ մենք իրար հետ բարձրացնում ենք հիմա, դպրոցի, կրթության, ստանդարտներին համապատասխանելու, ապրանքների, ոնց է պետք անել, օրինակ պատկերացրեք թիմ լիներ ազգային ժողովում, ասենք թե ենթադրենք հանրապետություն կուսակցությունը անցներ, ստեղծեր ինչ որ տնտեսագետների թիվ արևմուտքի հետ խորհրդակցեր, ինչա պետք անել եւ դուք ամեն օր բարձրացնեիք հարցեր, օրինակ պետքա սենց օժանդակություն ցույց տալ, սենց անել, այս ստանդարտներին է պետք համապատասխանել, այն ստանդարտներին է պետք համապատասխանել, եվրոպացիք սա են պահանջում, սա կարելի անել, ինչի չեք անում, եթե դուք սա չեք անում, նշանակում է դուք ինչ որ բան թաքցնում եք կամ չեք ուզում անել, հա։ Ոչ իրանց պետք չի տենց հարցեր, իսկ հիմա այդ ընդդիմությունը իրանց մոտ, իրանց ձեռատալի հարց բարձրացնել Հայաստանի դիվերսիֆիկացման, իրանց ձեռատալի օրինակ ասել ինչի եք ուշացնում, իրանց ձեռատալի ասել օրինակ սա կարելի է հանգիստ անել, մեր տնտեսագետները գնահատել են, իրանց ձեռատալի ասել ոնց կարա մեր երեխան 21-րդ դարում անգլերեն չիմանա, որտեվ գիտություն սկզբնաղբյուրը սա ամեն ինչ անգլերենով է, պետք է մեր երեխաները սկզբնաղբյուրից սովորեն, որպեսզի իրանց մոտ, իրանք էլ գիտնականներ կարողանան դառնան հաջող։ Այսինքն խոսքը սրա մասին է, ոչ, այս ընդդիմությունը թքած ունի, բնականաբար, այս ընդդիմությունը պետք է ասի, ինչի Պուտինի տակ չեք պարկում, ինչի Վլադիմիրի ցանկությունները չեք կատարում, ինչեք դուք փոխվում Ռուսաստանից, մեր սնուցող մայրից, հայրից եւ այլն։ Ես մեկ համալսարան բացեք։ Այո, դրա համար հիմա տեսեք ցավս էնա, փոխանակ աշխատեին ստրատեգիական պայմանագիր, ասում Բրիտանիայի բան, հեքիաթ, ինչ որ բաներ են ասում։ Լավ է կարեք ընկերեք, ես կողմ եմ։ Բայց այդ ռազմավարական պայմանագիրը ընկերի համար չի, խնդրեիք Օքսֆորդը ֆիլիալ բացել, ոչ թե ռուսական ինչ որ համալսարանի նորից 6 տարով լիցենզիա տայիք, ուրախանայիք։ Հասկանում եք։ Օրինակ հիմա մի բան ասեմ ձեզ, որպես ապացույց, որ ես ճիշտ եմ։ Հիմա որ մեկին մի քիչ կիրթ մարդուն հարցնես, որն է ով որ Հայաստանում ավարտում են ցանկացած անգամ բու հավարտածները, ովքեր եւ որտեղ են ձգտում գնալ եւ ավարտել, որ բուհն է համարվում ամենապրեստիժ անգամ բարձրագույն կրթություն ավարտածների համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Համաձայն չեք ինձ հետ։ Համաձայն չեք ինձ հետ։ Բայց այդ պարագայում Հայաստանի Հանրապետության գիտության կրթության այդ վիթխարի նախարարությունը ամենայն դեպս կենտրոնացած ավելի շատ 300 դպրոց, չգիտեմ քանի մանկապարտեզ կառուցման վրա, քան թե կրթության բովանդակությունը, այսինքն ձևը հասկացանք։ Ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մտածող մարդ որպես շրջանավարտ ունենալու այդ է։ Այո։ Ոչ թե նորաձև շենք է պետք ունենալ, այլ բովանդակային լրիվ մոդեռն կրթություն է պետք ունենալ։ Այսինքն իրանք լավ այդ ձևը հասկացանք, լավ է որ լավ դպրոցներ ունենք։ Ես կողմ եմ որ մեր երեխեքը մաքուր դպրոցներում գեղեցիկ սովորեն, բայց քանի կոպեկ արժի եթե բովանդակությունը նույնն է մնում։ Բայց ինչ են սովորում։ Դա է խնդիրը, ինչ են սովորում։ Այո, այո։ Սա է։ Այսինքն մեծ հաշվով մեր գլխավոր խնդիրները ցավոք սրտի խորքային խնդիրները մնում են եւ ամենագլխավոր խնդիրը կրթականն է։ Այո, այո, ցավոք սրտի։ Մնում են եւ շրջանցվում են ցավոք։ Երևի թե անցնեմ վերջին հարցին ու ավարտենք բլիցով։ Բան չի Գողջան, Հանրապետությունը միակ կուսակցությունն էր ընտրարշավում, որ բարձրացնում էր հայ-իսրայելական հարաբերությունների կարևորությունը։ Եվ մենք գտնում էինք, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները ռազմավարական նշանակություն պետք է ունենան, ու մենք ի վերջո պետք է միանանք Աբրահամյան համաձայնագրերին, որովհետև այնպես չի, որ Իսրայելը Ադրբեջանի գործընկերն է, եւ Իսրայելը ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում է թշնամաբար, լինելով, ասենք, Ադրբեջանի բարեկամը։ Դե գնահատականով այս Իրան, Ադրբեջան, Թուրքիա, մեծ մերձավոր արևելքում տեղի ունեցող զարգացումների կտրվածքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նետանյահու, Տրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ինչ զարգացումներ են լինում հայ-իսրայելական հարաբերությունների, ինչ հեռանկարի մենք կարող ենք ապավինել։
Տեսեք, մենք տեսնում ենք Նեթանյահուն լավ խոսք ասեց, ասեց շատերը փորձում են մեր հարաբերություններում ճաքեր գտնես, բայց դրանք գրանիտե պատ են։ Այսինքն տեսեք, մենք տեսնում ենք, չէ, Տրամպը իբր հատուկ կոմբինացիա են խաղում, որ ինչ որ Նեթանյահուի հետ ինչ որ անհամաձայնություններ ունեն, բայց ի վերջո գալիս է նրան Տրամպի պահանջները ստացվում անենց, որ մեկը Իսրայելի եւ Ամերիկայի շահերից է բխում։ Այսինքն Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է Իսրայելը հզորացնելու տարածաշրջանում։ Իսրայելը անփոխարինելի դաշնակից է եւ Իսրայելի դերակատարումը այս բոլոր process-ների արդյունքում տարածաշրջանում մեծանում է։ Ես իմ եթերներում շատ եմ անդրադառնում դրան, դա այո, դուք ճիշտ եք, ես շատ ուրախ եմ, որ Հանրապետություն կուսակցությունը ի վերջո կա Հայաստանում կուսակցություն, որ դրա կարևորությունը հասկանում է, որտեղ երբ որ ես էլի այդ ռուսական ռոպագանդայի արդյունքում իբր արևմտամետներ սկսում են Իսրայել տրորել եւ այլն, երբ որ իսրայելցի падգամավորը կանգնում ասում է, որ կոպիտ ասած, երբ որ ցեղասպանության հարց են բարձրանում, ասում է, բայց ինչի Ադրբեջանը պետք է նեղացած լինի։ Ադրբեջան 100 տարի առաջ չկար, իրաց դա ինչ է վերաբերվում։ Իսրայելի Կնեսետի падգամավորը ասում է Ադրբեջան չի եղել 100 տարի առաջ։ Դուք հասկանում եք։ Եվ երբ որ մենք տեսնում ենք, որ Հայաստանը ոչ մեկ չի ուզում խոսալ, եթե ռուսները չեն թողնում։ Եթե քեզ դու սուբյեկտ չես դիտարկվել, երբ որ քեզ նույն զենքը առաջարկել են, Իսրայելը առաջարկել է քեզ զենքը հասկանալով ինչ է անելու Ադրբեջանը, որտեղ գիտի, որ Ադրբեջանն էլ առաջարկել է։ Այո, դու ասել ես, Դավիթ Տոնենը ասել է, ես ինչի սա պետք է նա այդ նույն բանով գրանատամյոտով ավտոբուս կխփեմ, ինչի սա պետք թանկ բան առնեմ։ Հասկանում եք, ուր ենք մենք հասել։ Եվ հետո մենք մեղադրում ենք, մենք չենք ուզում հասկանալ, որ ամեն պետություն ունի իր շահը եւ մենք պետքա կարողանանք այնպես անենք, որ մեր շահերը համընկնեն, հատկապես երբ որ մեզ դա առաջարկվել է առաջինը։ Հիմա եթե մենք չենք անում, ոչ մեկ չի սпасելու, իր շահերից դա բխում է, ինքը դա անելու է, որpիսի հիմա մենք հասկանում ենք, որ իրավիճակը փոխվել։ Հիմա Թուրքիան դառնում է երկարատև սպառնալիք Իսրայելի համար։ Եվ մենք էլ հասկանում ենք, որ այսօր Միացյալ Նահանգների համար Իսրայելը կարևորագույն պետությունն է։ Մենք էլ տրիփ ենք բերել Հայաստան։ Մերձավոր արևելքում մեծանում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դերակատարումը, ինչքան էլ բալաբոլներ կան, որ խոսում են ինչ որ Իրանի հաղթանակների մասին։ Այս շատ բարդ խաղ է ինչ որ գնում է հիմա մերձը։ Եվ այս անկայունությունը միայն մեծացնելու է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դերակատարումը մերձավոր արևելքում, խփելու է Չինաստանին։ Բազմիցս բացատրել եմ դա։ Շատ պարզ է, դա մեկին գումարած մեկը, որը շատերը չեն։ Նոր օրինակ եմ բերել, ոնց մտավ Իրաք Շևրոնը։ Դա կարևորագույն բան ամենամեծ հանքավայրը վերցրեց նավթի։ Չեն հասկանում, մարդկանց բացատրում ես չեն հասկանում, որ մի հատ ձեր շահը վերջապես հասկացեք, ձեր ոտքին մի կրակեք։ Իսրայելը կոչ արեց, Նետանյահուն կոչ արեց, ասեց, երբ որ մտավ հայկական ցակում ունեցող բլոգերի եթեր եւ ցեղասպանությունը ճանաչեց, երբ որ կառավարությունը Իսրայելի դե ֆակտո ճանաչեց ցեղասպանությունը, կառավարությունը ճանաչեց։ Չէ՞ որ միջև քնեսետ հասնել պիտի կառավարությունը ընդուներ, կառավարությունը ընդունեց, ճանաչեց։ Սրանք բոլորը մեսիջներ են։ Բայց մենք ինչ եք ասում, տեսակ էլի հետաձգեցին, լուրջ եք ասում, բայց դուք կանգնեցիք ձեր իշխանությունը, ասեց գործ չունեք, այդ վտանգավոր բան է մեր համար, չէ՞։ Բայց ինչ եք ուզում, չեն ճանաչում, ասում եք չճանաչին, ճանաչում են, ասում եք բանա, վտանգավորը մի արեք եւ այլն։ Այսինքն հետաձգեցին, բայց ընտրությունների են գնում մարդիկ, այո, եւ բացի այդ հարցը չի ներառվելու։ Եվ բացի դրանից եկեք մի բան հասկանանք, այն ինչ որ հիմա իրան կա։ Այն ինչ որ իրանք անում են Թուրքիային զսպելու համար։ Չէ՞ որ հիմա դա մեր շահերից բխում է, որ Թուրքիային զսպում են, թե չի բխում։ Այն խաղը, որ խաղում են թեկուզ ցեղասպանությունը օգտագործելով Թուրքիային ապտակելու, զսպելու, իր դերակատարումը սահմանափակելու համար։ Դա Հայաստանի շահերից բխում է, որ Թուրքիային բռի մեջ են բանում, թե չի բխում։ Վերջացավ։ Այսինքն մենք էլի չենք հասկանում մեր լավն ու վատը։ Եվ այստեղ Իսրայելի այդ հարաբերությունները Հայաստանի շահի համար առաջիկա տասնամյակներում կարող են, ես ասեմ, ոչ կարևոր ասելը կարող է մեղմ ասած լինի շատ։ Այդքան կարևոր, որ մենք պետք է հասկանանք, որ մենք արդեն պիտի սկսենք աշխատել, արդեն պիտի սկսած լինենք աշխատած լինել Իսրայելի հետ։ Մի անգամ չօգտվեցինք, մի անգամ մեզ խաբեցին, ռուսների տակ պարկեցին, Ալիևը ասեց, ես համաձայն եմ, հայերը չեն ուզում, ոչ չես համաձայն եմ, Ալիևը օգտվեց։ Հիմա երկրորդ անգամ ենք նույն ճանապարհով գնում։ Հիմա գիտեք ինչ կա, չի ասում խելացի մարդեին է, ով որ չգիտեմ, ուրիշների սխալների վրա է սովորում, չէ եւ այլն։ Այդ բան կա, չէ՞, տենց ով է հիմարն ու խելացին, հիմա չեմ ուզում սա ամբողջությամբ ցիտեմ։ Բայց ի վերջո, եթե մենք մեր սխալների վրա չենք սովորելու եւ երկրորդ անգամ ենք նույն սխալը անելու, հետո շարունակել ենք բողոքել, թե մեզ խաբեցին, նրանք Ադրբեջանի հետ
Հասկանում եք, այս աբսուրդ է։ Մեզ կոչ արեցին, քանի անգամ աչքով ունքով արեցին։ Ոչ մի ռեակցիա։ Մի հատ ինչ-որ պատվիրակություն գնաց Վահան Կոստանյանի գլխավորությամբ, վախեցած են, Թուրքիայից են վախեցած, որքան հասկանում եմ, բայց հետո ասում են մենք վերջապես սուվերեն պետություն ենք դարձել։ Օ, շատ լավ, շատ ուժեղ սուվերեն պետություն է։ Չէ, մենք այնքան սուվերեն ենք, որ Պաղեստինի անկախություն ենք ճանաչում, ինչի մասին է խոսքը։ Ինչ ենք ստանում, չգիտեմ։ Երեք մեզ համար օրինակ շատ կարևոր է Իսրայելի ռազմական փորձը, շատ կարևոր է Իսրայելի գիտական փոխանակումները, համենայն դեպս անապատում նման օազիս ունենալը Իսրայելի գյուղատնտեսությունն է Այնքան բան ռազմական ոլորտում։ Այո, այո։ Համագործակցության եւ վերջին հաշվով եկեք չմոռանանք էլի Երուսաղեմը ինչ քաղաք է։ Եկեք հասկանանք Երուսաղեմում մենք ինչ պատմական ժառանգություն ունենք եւ այդ պատմական ժառանգությունը այնպես չի որ բոլոր հայերին չի կամ միայն Իսրայելում ապրող հայերին է իսկ եթե դու ինչ որ բան դերես դու պիտի պահպանես պատասխանատվություն պիտի կրես պիտի կարողանաս օժանդակել նրա ոչ միայն պահպանմանը այլև զարգացմանը Այսինքն օբյեկտիվորեն ուզենք չուզենք Հայաստան-Իսրայել զարգացման բավականին հստակ եւ բավականին գործուն առանցք կա։ Ամբողջ խնդիրն է, որ մենք տասնամյակներով ասցինք վայ դե բա Իրանը, բա ոնց կարող ենք Իսրայելի հետ հարաբերություններ հաստատել, բա Իրանը, հիմա էլ կարող ենք ասել վայ բա Թուրքիան։ Եթե այդքան բա Եվ Ադրբեջանը ասեց, չասեց բա Իրանը, բա Թուրքիան, Ադրբեջանը սկսեց համագործակցել, Իրանին ասեց ոչ մի բան մենք չենք անում, ոչ մի բան։ Ադրբեջանը ասեց ես եւ դու։ Մենք ասեց ձեր դեմ չենք անում, տարիներ շարունակ Իրանի դեմ արեցին, բայց ասին մենք ձեր դեմ չենք անում։ Եվ Իրանը դա կուլ տվեց։ Եվ հիմա էլ են անում։ Այո։